Շքեղ առանձնատանը մի կին ապրում էր բանտարկված տեսախցիկների հետում, որոնք հետում էին նրա ամեն մի քայլին։ Բայց փոթորկոտ մի գիշեր բռնության դաժան դրսևորումը նրա մեջ արթնացրեց մի բան, որը նույնիսկ վախը չկարողացավ մարել։ Եվ մինչ նրա բռնարարը տոնում էր իր իշխանությունը, մի գաղտնի գործակալ պատրաստվում էր հասցնել վերջնական հարվածը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Առանձնատունը վեհորեն բարձրանում էր Երանի կենտրոնի սրտում, մայրաքաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում։ Նրա բարձր, բաց գույնի տուֆով երեսպատված պարիսպները պաշտպանում էին ոչ միայն շքեղ կալվածքը, այլ գաղտնիքներ, որոնց մասին դրսի մարդը չէր էլ կարող պատկերացնել։ Անվտանգության տեսախցիկները, որոնք ռազմավարական դիրքերում տեղադրված էին ամեն անկյունում, թարթում էին իրենց կարմիր լույսերը, որպես երբեք չքնող աչքեր, լուռ վկաներն այն ամենի, ինչ կատարվում էր այդ պատերի ներսում։ Անին այդ հինգշաբթի առավոտյան արթնացավ կրծքավանդակի ծանոթ ճնշման զգացումով։ Երանյան արշալույսի մեղմ լույսը թափանցում էր բեժ մետաքսե վարագույրների միջով, լուսավորելով անթերի ճաշակով ձավորված ննջասենյակը։ Այստեղ ամեն ինչ կատարյալ էր, ներկրված բյուրեղապակյա ջահը, եգիպտական բարձրորակ սպիտակեղենով հսկայական մահճակալը, բրենթային հագուստով լիս կեստապահարանը։ Չափազանց կատարյալ։ Այնքան կատարյալ, որ խեղդում էր։ Նա ձեռքը տարավ դեռս աննկատ կլորացած որովայնին։ Հղիության երրորդ ամիսը։ 3 ամիս կրում էր մի կյանք, որը պետք է ուրախություն բերեր, բայց միայն մեծացնում էր կոկորդի խեղդոցը։ Ինչպես երեխա բերել այս ոսկե վանդակի մեջ։ Ինչպես բացատրել որդուն կամ դստերը, որ հայրը շատերի կողմից հիացմունքի արժանացած մարդ է, բայց տանը բոլորովին այլ դեմք է ցույց տալիս։ Տիգրանն արդեն գնացել էր գրասենյակ։ Միշտ արթնանում էր առավոտյան ժամը 6-ից շուտ, խմում էր իր թունդ սուրճը գնում, ղեկավարելու իր ներդրումային կայսրությունը։ Աշխարհի համար նա հաջողության կատարյալ օրինակ էր, հեռատես գործարար, առատաձեռն բարերար, նվիրված ամուսին։ Գործարար ամսագրերը սիրում էին նրանից հարցազրույցներ վերցնել, նա միշտ հմայից ժպտում էր տեսախցիկներին, խոսելով ընտանիքի արժեքների սոցիալական պատասխանատվության մասին։ Եթե միայն իմանային։ Անին դանդաղ վեր կացավ, զգալով առավոտյան գլխապտույտը, որն ուղեկցում էր նրան հղիության մասին իմանալուց ի վեր։ Գնաց դեպի մարմարե լոգասենյակ, որտեղ հայելին արտացոլեց 32 տարեկան մի կնոջ դեմք, որը կարծես շատ ավելի ծանրություն էր կրում։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք ժամանակին փայլում էին, այժմ ունեին մի խամրություն, որը ոչ մի շպար չէր կարող ամբողջությամբ թաքցնել։ Բաց շագանակագույն մազերը, որոնք միշտ խնամված էին քաղաքի լավագույն սրահում, փափուկ ընկնում էին ուսերին, բայց նա հազիվ էր ճանաչում իրեն այդ արտացոլանքում։ Սկզբում ամեն ինչ այլ էր։ Երբ 7 տարի առաջ ծանոթացավ Տիգրանի հետ, նա երիտասարդ, նորավարտ ճարտարապետ էր, որն աշխատում էր Երանի կենտրոնում գտնվող մի գրասենյակում։ Տիգրանը նրա կյանք մտավ որպես հմայքի ուշադրության փոթորիկ։ Ամեն օր ծաղիկներ, ընթրիքներ շքեղ ռեստորաններում, հանգստյան օրերին ուղղություններ դեպի Դիլիջանի դրախտային անկյունները։ Տիգրանը նրան ստիպում էր զգալ յուրահատուկ, միակ, աշխարհի ամենակարևոր կինը։ Եվ նա, ով Ավան թաղամասի միջին դասի ընտանիքից էր, երբեք չէր տեսել այդքան շքեղություն, այդքան նվիրվածություն։ Հարսանիքը հեքիաթ էր։ 300 հյուր, Իտալիայից ներկրված զգեստ, խնջույք Երանի լավագույն ռեստորանային համալիրում։ Անի ծնողները, պարոն Անտոնն ու տիկին Սեդան, հուզմունքից լաց էին լինում, տեսնելով իրենց դստեր երազանքի իրականացումը։ Ի վերջո, Տիգրանը ոչ միայն հարուստ էր, այլ բարի, կիրթ, հարգալից։ Կամ գոնե այդպիսին էր թվում։ Փոփոխությունը աստիճանական էր, գրեթե աննկատ։ Սկսվեց փոքր դիտողություններից։ Տիգրանն առաջարկում էր, որ գուցե այդ զգեստն այնքան էլ հարմար չէ տվյալ առիթի համար։ Հարցնում էր, թե արդյոք նա իսկապես պետք է ամեն շաբաթ հանդիպի ընկերուհիների հետ։ Մեկնաբանում էր, որ իր ճարտարապետի աշխատանքը նրան սթրեսի է ենթարկում, որ նա պետք է մտածի տանը մնալու մասին, ի վերջո ինքը բավականաչափ վաստակում է երկուսի համար։ Եվ Անին, ցանկանալով հաճոյանալ, ցանկանալով լինել կատարյալ կին, զիջում էր։ Քիչ-քիչ նա հրաժարվում էր իր եսի մասնիկներից։ Հարսանիքից 2 տարի անց նա այլս չէր աշխատում։ Նրա ընկերները հեռացել էին, հոգնած անընդհատ չեղարկվող հանդիպումներից կամ նրան միշտ լարված, հեռախոսին հառած, մտահոգված տեսնելուց, թե ինչ կմտածի Տիգրանը։
Ծնողներին այցելությունները դարձել էին հազվադեպ, վերահսկվող, միշտ Տիգրանի ներկայությամբ, միշտ նրա քողարկված հսկողության տակ։ Անիի կյանքը սահմանափակվել էր այդ առանձնատնով, այդ պատերով, այդ արտաքին տեսքի գոյությամբ։ Եվ հետո եկան ավելի դժվար պահերը։ Վեճերը, որոնք սկսվում էին ցանկացած մանրուքից արագ սրվում։ Ձայնի տոնը, որը բարձրանում էր, բառերը, որոնք ավելի շատ էին վիրավորում, քան ցանկացած շարժում։ Տիգրանը երբեք տեսանելի հետքեր չէր թողնում, նա չափազանց խելացի էր դրա համար։ Բայց անտեսանելի վերքերը խորն էին, վատ էին սպիանում, կուտակվում էին ցավի վախի շերտերով։ Անին մեխանիկորեն հագնվեց, ընտրելով բեժ կտավից տաբած սպիտակ, համեստ բլուզ, հենց այն տեսակի հագուստը, որը Տիգրանը հավանում էր։ Իջավ մարմարե աստիճաններով, անցնելով հայտնի նկարիչների կտավների կողքով, որոնք զարդարում էին պատերը։ Յուրաքանչյուր աշխատանք մի ամբողջ կարողություն արժեր, բայց ոչ մեկը իրական գեղեցկություն չէր բերում նրա կյանք։ Դրանք ընդամենը կարգավիճակի խորհրդանիշներ էին, որոնք ոչինչ չէին նշանակում։ Լայն ու ժամանակակից խոհանոցում, որտեղ սգրանիտե սեղաններ էին վերջին սերնդի տեխնիկա, նա գտավ նոր սպասուհուն, որը նախաճաշ էր պատրաստում։ Լուսինեն սկսել էր աշխատել տանը ընդամենը 2 շաբաթ առաջ, բայց արդեն տպավորիչ արդյունավետություն էր ցուցաբերում։ Ի տարբերություն մյուս աշխատակիցների, որոնք տարիների ընթացքում անցել էին առանձնատնով, Լուսինեի մեջ կար մի բան, որը գրավում էր Անիի ուշադրությունը։ Գուցե դա այն հանգիստն էր, որով նա դիտում էր շուրջ բոլորը, կամ այն, թե ինչպես էին նրա մուգ աչքերը կարծես շատ ավելին ընկալում, քան պետք էր։ Բարի լույս, տիկին Անի։ Նարնջի թարմ քամած հյութ եմ պատրաստել պանրով ու կանաչիով լավաշ, ինչպես սիրում եք։ Լուսինեն բարեհամբույր ժպտաց, ուղղելով ափսեները սեղանին։ Նրա ձայնը մեղմ էր, բայց դրանում կար մի վճռականություն, որը հակասում էր նրա սպասուհու դիրքին։ Շնորհակալություն, Լուսինե։ Անին նստեց սեղանի մոտ, դիտելով կնոջը, որը պետք է մոտ 35 տարեկան լիներ։ Լուսինեն համեստ գեղեցկություն ուներ, սմազերը հավաքված պարզ սանրվածքով, թուխ մաշկ նուրբ դիմագծեր։ Նա կրում էր ստանդարտ համազգեստ, որը Տիգրանը պնդում էր, որ բոլոր աշխատակիցները կրեն, բայց նրա կեցվածքում կար մի բան, որը շատ ավելին էր հուշում, քան թվում էր։ Լավ եք քնել։ Հարցրեց Լուսինեն, սուրճ լցնելիս, նրա հայացքը մի կարճ պահ հանդիպեց Անիի հայացքին։ Անին վարանեց։ Այդ աչքերում կար մի բան, մի ըմբռնում, որը նա չէր կարող բացատրել։ Այնքան էլ չէ։ Հղիությունն ինձ գիշերները մի փոքր անհանգստացնում է։ Հասկանում եմ։ Լուսինեն գլխով արեց, բնականon կերպով վերադառնալով իր գործերին։ Բայց նրա շարժումներում կար մի ուշադրություն, կարծես միշտ զգոն էր, միշտ դիտում էր։ Եթե որե բանի կարիք ունենաք հանգստացնող թեյի կամ գուցե սենյակի ջերմաստիճանը կարգավորելու, պարզապես ասացեք։ Շնորհակալություն։ Դուք շատ ուշադիր եք։ Անին մի կում հյութ խմեց, զգալով, թե ինչպես է թարմ հեղուկն իջնում կոկորդով։ Տարօրինակ է տանն այսքան օգտակար մարդ ունենալը։ Լուսինեն ժպտաց, բայց անմիջապես չպատասխանեց։ Շարունակեց խոհանոցը կարգի բերել ճշգրիտ, գրեթե ռազմական շարժումներով։ Իրականում, նրա պատմությունը շատ տարբեր էր նրանից, ինչ որը մեկն այդ տանը կարող էր պատկերացնել։ Լուսինե Օհանյանը պարզապես սպասուհի չէր։ Նա ոստիկանության հատուկ գործակալ էր, ներթափանցման գործողություններում ավելի քան 10 տարվա փորձով։ Նրա առաքելությունն այստեղ ոչ մի կապ չուներ մաքրության կամ խոհարարության հետ։ Տիգրան Մելիքյանի դեմ հետաքննությունը ամիսներ շարունակ էր ընթանում։ Սկզբում այն սկսվել էր որպես նրա ներդրումային ընկերության հետ կապված կասկածելի ֆինանսական շարժերի ստուգում։ Միլիոնավոր դրամների գործարքներ, առանց հստակ ծագման հաշիվներ օֆշորային գոտիներում, փողերի լվացման բարդ սխեմաներ։ Տիգրանը կայսրություն էր կառուցել, օգտագործելով մեթոդներ, որոնք շատ հեռու էին օրինականից, թաքնվելով հաջողության բարեգործության դիմակի հետում։ Բայց հետաքննության ընթացքում ավելի լուրջ բան սկսեց ի հայտ գալ։ Անանուն բողոքներ, վերահսկող վարքագծի մասին պատմություններ, նշաններ, որ այդ կատարյալ առանձնատան ներսում գոյություն ունի ճնշման մթնոլորտ։ Եվ հենց այդ ժամանակ թիմը որոշեց, որ իրենց պետք է մեկը ներսից, մեկը, ով կարող է դիտել, ապացույցներ հավաքել, անհրաժեշտության դեպքում պաշտպանել հնարավոր զոհին։ Ընտրվեց Լուսինեն։ Նրա փորձը ներառում էր գործողություններ կոռուպցիոն ցանցերի, ֆինանսական կարտելների հանցավոր կազմակերպությունների դեմ։ Նա գիտեր, թե ինչպես ներթափանցել, ինչպես դառնալ անտեսանելի, ինչպես շահել վստահություն։
Եվ ամենակարողը գիտեր, թե ինչպես նկատել վտանգի նշանները։ Առանձնատանը անցկացրած առաջին օրվանից նա զգում էր օդում կախված լարվածությունը, անի աչքերում վատ քողարկված վախը, վերահսկողության մթնոլորտը, որը Տիգրանը տարածում էր ամեն ինչի բոլորի վրա։ Անվտանգության տեսախցիկները այդ վերահսկողության կարևոր մասն էին։ Տիգրանը դրանք տեղադրել էր ամբողջ տանը, պատճառաբանելով գույքի պաշտպանության հարցերով։ Բայց Լուսինեն գիտեր, որ իրական պատճառը հսկելն էր։ Յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր միջանցք, յուրաքանչյուր տարածք ուներ իր էլեկտրոնային աչքերը։ Տիգրանը կարող էր հեռակա կարգով մուտք գործել դրանց իր գրասենյակից, ցանկացած պահի ստուգելով, թե ինչ է կատարվում տանը։ Դա անին մշտական հսկողության տակ պահելու, նրան երբեք իրական անձնական կյանքի պահ չունենալու բարդ միջոց էր։ Այն, ինչ Տիգրանը չգիտեր, այն էր, որ ոստիկանությունը կարողացել էր մուտք գործել այդ նույն տեսախցիկներ։ Բոլոր ձայնագրությունները վերահսկվում էին Լուսինեի թիմի կողմից, ապահովելով ոչ միայն Տիգրանի անօրինական գործունեության ապացույցներ, այլ տան ներսում ցանկացած ռիսկային իրավիճակի փաստաթղթավորում։ Տեսախցիկները, որոնք նա օգտագործում էր որպես վերահսկողության գործիք, այժմ աշխատում էին իր դեմ։ Տիկին Անի, եթե թույլ կտաք հարցնել, պարբերաբար բժշկի գնո՞ւմ եք։ Նախածննդյան հսկողության համար։ Լուսինեն վերադարձավ սեղանի մոտ, ծածնելով, թե պարզապես քաղաքավարի զրույց է վարում, բայց իրականում փորձում էր պարզել, թե ինչ մակարդակի մեկուսացման մեջ է ապրում Անին։ Այո, ամիսը մեկ անգամ գնում եմ։ Տիգրանը միշտ ինձ ուղեկցում է։ Անին առանց մեծ ախորժակի խառնեց լավաշը։ Նա պնդում է, որ ներկա լինի բոլոր այցելություններին։ Դա կարևոր է։ Իսկ ձեր ընկերուհիները, ընտանիքը, նրանք արդեն գիտեն հղիության մասին։ Անին մի պահ լռեց, Լուսինեն տեսավ նրա դեմքով անցնող ստվերը։ Մայրս ու հայրս գիտեն, այո։ Անցյալ ամիս եկել էին այստեղ ընթրիքի, նորությունը նշելու։ Ինչ վերաբերում է ընկերուհիներին ես վերջին տարիներին նրանց մեծ մասի հետ կապը կորցրել եմ։ Ամուսնական կյանքը շատ բան է փոխում, գիտեք։ Լուսինեն գլխով արեց, ճանաչելով մեկուսացման դասական օրինակը։ Տիգրանը համակարգված կերպով հեռացրել էր Անին իր աջակցության ցանցից, նրան դարձնելով կախված միայն իրենից, առանց որևէ մեկի, ում կարող էր դիմել, առանց այդ 4 պատերից դուրս որևէ հեռանկարի։ Ավտոտնակի դռան բացվելու ձայնը ստիպեց երկուսին էլ նայել ժամացույցին։ Առավոտյան ընդամենը 9:30 էր։ Տիգրանը երբեք այդքան շուտ չէր վերադառնում։ Նա ինչ-որ բան է մոռացել։ Անին արագ վեր կացավ, նրա ամբողջ մարմինը լարված, պատրաստված դիրք ընդունեց։ Տիգրանը խոհանոց մտավ, անթերի իր մուգ կապույտ արմենեի կոստյումով, փողկապը կատարյալ կապված, ծմազերը գելով սանրված։ 43 տարեկանում նա իրեն լավ մարզավիճակում էր պահում, առանձնատան նկուղում գտնվող անձնական մարզասրահում խիստ մարզումների միջոցով։ Նրա դեմքն ուներ արտահայտիչ գծեր, թափանցող կապույտ աչքեր, որոնք շատերը հմայի չէին համարում, բայց որոնք Անի համար դարձել էին անհանգստության աղբյուր։ Կարևոր փաստաթղթեր էի մոռացել գրասենյակում, ասաց նա, խոհանոցը զննելով այն հայացքով, որը կարծես ամեն մանրուք գրանցում էր։ Նրա աչքերը մի պահ կանգ առան Լուսինեի վրա, գնահատող։ Դուք նոր աշխատակիցն եք, այնպես չէ։ Լուսինե, ճիշտ է։ Այո, պարոն։ Լուսինեն պահպանեց իր դերին համապատասխան հնազանդ կեցվածքը։ 2 շաբաթ է, ինչ այստեղ եմ։ Եվ լավ եք սպասարկում կնոջս։ Հարցրեց Տիգրանը, բայց դա իրականում հարց չէր։ Դա հիերարխիայի, իշխանության հիշեցում էր։ Կատարյալ, պարոն։ Տիկին Անին շատ բարի է։ Հիանալի։ Տիգրանը ուշադրությունը դարձրեց Անիին, մոտեցավ նրան ձեռքը դրեց գոտկատեղին մի մտերմությամբ, որը դրսի դիտորդի համար կարող էր քնքուշ թվալ, բայց որը ստիպեց Անիին թեթակի լարվել։ Լավ ես, սիրելիս։ Նախաճաշտ կերա՞ր։ Այո, լավ եմ։ Լուսինեն ամեն ինչ շատ լավ էր պատրաստել։ Տիգրանը ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Շատ լավ։ Պետք է չմոռանաս, որ շաբաթ օրը բարեգործական ընթրիք ունենք։ Անձնական ոճաբանին խնդրել եմ մի քանի զգեստ բերի, որ ընտրես։ Դրանք պետք է այսօր կեսօրին հասնեն։ Ուզում եմ, որ բոլորը փորձես ինձ ցույց տաս։ Ես կորոշեմ, թե որն է լավագույնը։ Անին պարզապես գլխով արեց, սովոր այդ դինամիկային։
Տիգրանը վերահսկում էր նույնիսկ նրա հագած հագուստը, միշտ պատրվակ բերելով, որ ուզում է, որ նա կատարյալ լինի, որ լավ ներկայացնի Մելիքյանների ընտանիքը հասարակական միջոցառումներին։ Ի դեպ, մայրդ երեկ զանգել էր։ Շարունակեց Տիգրանը, մրգամանից խնձոր վերցնելով անփույթ գծելով։ Ասում էր, որ ուզում է գալ քեզ տեսնելու, մի օր այստեղ անցկացնել։ Ես նրան ասացի, որ դու քեզ լավ չես զգում, որ բժիշկը հանգիստ է խորհուրդ տվել։ Ավելի լավ է առայժմ հետաձգենք այդ այցելությունները։ Դու պետք է հոգ տանես երեխայի առողջության մասին։ Բայց ես լավ եմ, պետք չէ, սկսեց Անին, բայց կանգ առավ, տեսնելով, թե ինչպես Տիգրանի դեմքի արտահայտությունը նրբորեն փոխվեց։ Անի, ես գիտեմ, թե ինչն է լավ քեզ մեր երեխայի համար։ Նրա ձայնը վճռական էր, առանց վիճարկելու տեղի։ Մայրդ հասկանում է։ Նա գիտի, որ ես հոգ եմ տանում քո մասին։ Լուսինեն դիտում էր փոխազդեցությունը, զբաղված մնալով լվացարանի մոտ, բայց նրա պատրաստվածությունը թույլ էր տալիս ընկալել յուրաքանչյուր նրբերանգ, յուրաքանչյուր տոնի փոփոխություն, վերահսկողության յուրաքանչյուր ժեստ։ Տիգրանը հմուտ մանիպուլյատոր էր, միշտ օգտագործելով հոգատարության պաշտպանության պատրվակը, բացարձակ իշխանություն իրականացնելու համար։ Եվ Անին, տարիների այդ վերաբերմունքից հյուծված, պարզապես խոնարհվում էր, հաշտված։ Պետք է գնամ։ Տիգրանը խնձորի մնացորդը գցեց աղբամանը, ուղղեց փողկապը։ 10-ին կարոր հանդիպում ունեմ։ Այսօր ուշ կգամ, երի 8-ից հետո միայն այստեղ կլինեմ։ Խոհարարին խնդրիր, որ այն սնկով ռիզոտոն պատրաստի, որը սիրում եմ։ Եվ Անի, ուզում եմ, որ տունն անթերի լինի, երբ վերադառնամ։ Առանց բացառությունների։ Այո, իհարկե։ Տիգրանն արագ համբուրեց Անի ճակատը, մի ժեստ, որը կարող էր քնքուշ թվալ, բայց որն ավելի շատ սեփականատիրական էր, քան քնքուշ։ Հետո շրջվեց դեպի Լուսինեն։ Դու, լավ հոգ տար կնոջս։ Ցանկացած բան, որ նրան պետք լինի, ցանկացած խնդիր, ուզում եմ անմիջապես տեղեկացված լինել։ Հասկացա՞ր։ Կատարյալ, պարոն։ Հիանալի։ Տիգրանը վճռական քայլերով դուրս եկավ խոհանոցից, րոպեներ անց լսվեց շքեղ մեքենայի ձայնը, որը դուրս էր գալիս ավտոտնակից։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Անին մի քանի վայրկյան անշարժ կանգնած մնաց, կարծես պետք էր ուշքի գալ, ներքուստ վերադասավորվել, գոյությունը շարունակելու համար։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ վերցրեց սուրճի բաժակը։ Լուսինեն դանդաղ մոտեցավ, նրա ձայնը մեղմ էր, բայց լի մի բանով, որը Անին չէր կարողանում բացատրել։ Տիկին Անի, եթե ցանկանում եք որևէ բանի մասին խոսել, ես այստեղ եմ։ Երբեմն օգնում է, երբ լսող կա։ Անին նայեց նրան, զարմացած առաջարկից։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ ոչ ոք նրան պարզապես լսել չէր առաջարկել, առանց դատելու, առանց երկրորդ մտքերի։ Շնորհակալություն, Լուսինե։ Քո կողմից բարի է։ Բայց ամեն ինչ լավ է, իսկապես։ Լուսինեն չպնդեց, իմանալով, որ վստահությունը պետք է կառուցվի ժամանակի համբերության միջոցով։ Նա վերադարձավ իր գործերին, բայց Անին պահում էր իր տեսադաշտում։ Գործողությունը նոր էր սկսվում։ Շատ բան կար բացահայտելու, շատ ապացույցներ հավաքելու, ամենից առաջ մի կին, որին պետք էր պաշտպանել, ի վերջո ազատել անտեսանելի բանտից։ Օրվա մնացած մասն անցավ այն մանրակրկիտ առօրյայով, որը Տիգրանը հաստատել էր տան համար։ Լուսինեն մաքրեց յուրաքանչյուր սենյակ, ուշադրություն դարձնելով մանրուքներին, բայց նա օգտվում էր յուրաքանչյուր հնարավորությունից, դիտելու, ապացույցներ փնտրելու։ Երկրորդ հարկում գտնվող Տիգրանի անձնական աշխատասենյակը կողպված էր, բայց նա գիտեր, որ ի վերջո կգտնի այնտեղ մտնելու միջոց։ Համակարգիչները, փաստաթղթերը, ֆինանսական գաղտնիքները բոլորն այնտեղ էին, սպասելով բացահայտվելու։ Անին օրվա մեծ մասն անցկացրեց ձմեռային այգում, արադարձային բույսերով բնական լույսով լի տարածքում, որը այն սակավաթիվ վայրերից էր, որտեղ նա կարծես թե որոշակի խաղաղություն էր գտնում։ Նստած հյուսված բազկաթոռին, նա առանց մեծ հետաքրքրության թերթում էր դիզայնի ամսագիր, բայց նրա մտքերն այլ տեղ էին։ Մտածում էր իր ներսում աճող երեխայի մասին, այդ միջավայր կյանք բերելու սարսափելի պատասխանատվության մասին։ Մտածում էր, թե որքան տարբեր կլիներ, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե Տիգրանն իսկապես այն մարդը լիներ, ում ծածնում էր։ Երեկոյան, ինչպես խոստացվել էր, եկավ անձնական ոճաբանը, բարեգործական միջոցառման համար զգեստների հավաքածուով։ Անին փորձեց յուրաքանչյուրը, իրեն զգալով ինչպես ցուցափեղկի համար հագցված տիկնիկ։ Զգեստները գեղեցիկ էին, շատ թանկ, բայց ոչ մեկը նրան չէր ստիպում գեղեցիկ զգալ։
Պարզապես մեկ կտոր իր կյանքի բեմադրության մեջ։ Երբ Տիգրանը ժամը 8:30-ին եկավ, ինչպես ասել էր, ամեն ինչ գտավ հենց այնպես, ինչպես ուզում էր։ Տունն անթերի էր, ընթրիքը պատրաստ, անին խնամված, զգեստները պատրաստ էին նրա հավանությանը։ Նա ընտրեց մուգ կապույտ մոդել, էլեգանտ, բայց համեստ, հենց այն, ինչը ներկայացնում էր նրա պատկերացումը, թե ինչպես պետք է ներկայանա կատարյալ կինը։ Ընթրիքի ընթացքում Տիգրանը խոսեց իր գործերի, օրվա հանդիպումների, ընկերության ընդլայնման ծրագրերի մասին։ Անին լուր լսում էր, ճիշտ պահերին տալով համապատասխան մեկնաբանություններ, կատարելով իր դերը տարիների փորձով ձեռք բերված կատարելությամբ։ Լուսինեն սպասարկում էր սեղանը, դիտելով զույգի միջ դինամիկան։ Տեսնում էր, թե ինչպես է Տիգրանը գերիշխում զրույցում, ինչպես ոչինչ չի հարցնում Անիի օրվա, նրա ինքնազգացողության, հղիության մասին։ Ամեն ինչ պտտվում էր իր հաջողությունների, իր աշխարհի շուրջ։ Անին պարզապես արբանյակ էր, որը պտտվում էր իր արի շուրջ, որը չէր տաքացնում, այլ միայն այրում էր։ Ընթրիքից հետո, մինչ Տիգրանը գնաց իր անձնական աշխատասենյակ աշխատելու, Լուսինեն օգնեց Անին հյուրասենյակը կարգի բերել։ Հենց այդ ժամանակ, առաջին անգամ, Անին իրեն թույլ տվեց իրական խոցելիության պահ։ Լուսինե, կարո՞ղ եմ քեզ անձնական հարց տալ։ Անիի ձայնը ցածր էր, գրեթե շշուկ, կարծես վախենում էր, որ կլսեն, թե գիտեր, որ Տիգրանը վերի հարկում է։ Իհարկե, տիկին Անի։ Երբ զգացել ես, որ ապրում ես մի կյանք, որն իրականում քոնը չէ։ Կարծես մի դեր ես խաղում, որը ինչ-որ մեկը գրել է քեզ համար, բայց որը ոչ մի կապ չունի նրա հետ, ով դու իրականում ես։ Լուսինեն դադարեցրեց իր գործը, ուղիղ նայեց Անիին։ Այդ պահին նա այլս ներթափանցման գործողության մեջ գտնվող հատուկ գործակալ չէր։ Նա պարզապես մի կին էր, տառապող մեկ այլ կնոջ առջ։ Այո, զգացել եմ։ Եվ սովորել եմ, որ մենք միշտ կարող ենք վերաշարադրել սցենարը։ Կարող է դժվար լինել, կարող է անհնարին թվալ, բայց միշտ կա միջոց վերագտնելու, թե ով ենք մենք իրականում։ Անին զգաց, որ աչքերը լցվում են, բայց զսպեց արցունքները։ Երբեմն մտածում եմ, որ այնքան վաղուց եմ դադարել գոյություն ունենալուց, որ այլս չգիտեմ, թե ով եմ։ Միայն գիտեմ, թե ով է Տիգրանն ուզում, որ ես լինեմ։ Դուք շատ ավելին եք, քան դա։ Լուսինեն փափուկ դրեց ձեռքը Անիի ուսին, մի պարզ, բայց համերաշխությամբ լի ժեստ։ Եվ երբ ճիշտ ժամանակը գա, դուք կհիշեք, թե ով եք միշտ եղել։ Անին գլխով արեց, լիովին չհասկանալով, թե ինչ նկատի ուներ Լուսինեն, բայց զգալով, որ այստեղ դաշնակից կա, մեկը, ով տեսնում է արտաքին տեսքից այն կողմ։ Դա տարօրինակ զգացում էր այսքան երկարատ լիակատար մեկուսացումից հետո։ Այդ գիշեր, երբ վերջապես պառկեց, Անին նայեց սենյակի առաստաղին, լսելով Տիգրանի հավասարաչափ շնչառությունը կողքին։ Նա խորը քնած էր, առանց անհանգստությունների, առանց վախերի։ Ինչու պետք է ունենար։ Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես նա էր ուզում, իր բացարձակ վերահսկողության տակ։ Բայց այդ օրը ինչ-որ բան փոխվել էր։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր։ Գիտակցության մի փոքրիկ սերմ էր ցանվել։ Լուսինեի հետ զրույցը որքան էլ կարճ լիներ, դիպել էր մի բանի, որը Անին կարծում էր, թե լիովին կորցրել է, հիշողությունը, որ գոյություն ունի իրական մարդ այս բոլոր հնազանդության վախի շերտերի տակ։ Նա ձեռքը դրեց որովայնին, զգալով այնտեղ աճող կյանքը։ Մի կյանք, որն ավելին էր արժանի։ Որն արժանի էր ազատության, ճշմարտության, իրական սիրո։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Անին իրեն թույլ տվեց մտածել, որ գուցե, միայն գուցե, դեռ փոփոխության հնարավորություն կա։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր բուռն գիշերային կյանքը։ Միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց պատմությունները, իրենց դրամաները, իրենց ուրախությունները։ Եվ կենտրոնի այդ առանձնատանը, որը պաշտպանված էր բարձր պարիսպներով հսկող տեսախցիկներով, երկուքին սկսում էին մի ճանապարհորդություն, որը նրանցից ոչ մեկը չէր կարող լիովին կանխատեսել։ Մի ճանապարհորդություն, որը կբացահայտեր ցավոտ ճշմարտություններ, բայց նա դռներ կբացեր դեպի ազատագրում։ Տեսախցիկները շարունակում էին ձայնագրել, նրանց կարմիր լույսերը թարթում էին մթության մեջ։ Ամեն ինչի լուռ վկաները, պահպանելով գաղտնիքներ, որոնք շուտով ի հայտ կգային։ Եվ Տիգրանը, վստահ իր ուժի վերահսկողության վրա, չէր էլ պատկերացնում, որ հենց այն համակարգը, որը ստեղծել էր հսկելու համար, կդառնար իր անկման գործիքը։ Գիշերն առաջ է շարժվում նրա հետ, մի փոխակերպման առաջին քայլերը, որը կփոխեր ամեն ինչ։ Հաջորդ օրերը գրեթե աննկատ փոփոխություն բերեցին առանձնատան առօրյայում։
Անին սկսեց պահեր փնտրել Լուսինեի հետ զրուցելու համար ժամանակի փոքրիկ պատուհաններ, երբ կարող էր թուլացնել պաշտպանությունը խոսել բաների մասին, որոնք տարիներ շարունակ ոչ մեկի հետ չէր քննարկել։ Դրանք առաջին հայացքից աննշան զրույցներ էին բաղադրատոմսերի, այգու բույսերի, հեռուստահաղորդումների մասին, բայց կրում էին մարդկային կապի ենթատեքստ, որը Անին մոռացել էր, որ հնարավոր է։ Լուսինեն, իր հերթին, զգուշորեն հավասարակշռում էր իր դերը։ Ցերեկը նա նվիրված արդյունավետ սպասուհի էր։ Բայց ազատ ժամերին, երբ Տիգրանը գրասենյակում էր կամ քաղաքում իր անթիվ հանդիպումներին, նա օգտվում էր յուրաքանչյուր վայրկյանից տեղեկություններ հավաքելու, փաստաթղթեր լուսանկարելու, որոնք երբեմն գտնում էր կողպված գրասենյակից դուրս թողնված, ամենակարևորը՝ Անիի վստահությունը շահելու համար։ Նա գիտեր, որ այդ կինը արժեքավոր տեղեկություններ ուներ, նույնիսկ եթե չէր գիտակցում դա։ Տարիներ շարունակ Տիգրանի կողքին ապրելը, անշուշտ, Անին ենթարկել էր զրույցների, իրավիճակների մանրամասների, որոնք կարող էին վճռորոշ լինել հետաքննության համար։ Հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը, երբ նրանք ձմեռային այգում թեյում էին, Անին վերջապես սկսեց բացել անցյալի դռները, որոնք փակ էր պահում։ Գիտես, Լուսինե, ես այսպիսին չէի, երբ ծանոթացա Տիգրանի հետ։ Անին գթալով խառնում էր երիցուկի թեյը, նայելով շրջապատի արադարձային բույսերին, կարծես նրանց մեջ էր փնտրում շարունակելու քաջություն։ Ես նոր էի ավարտել ճարտարապետության ֆակուլտետը։ Աշխատում էի կենտրոնում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող մի փոքր գրասենյակում։ Սիրում էի այն, ինչ անում էի։ Նախագծում էի տարածքներ, որոնք մարդկանց երջանկացնում էին, որոնք փոխակերպում էին միջավայրը։ Ստեղծագործ էի, լի երազանքներով։ Լուսինեն ուշադիր լսում էր, գիտակցելով այդ պահի կարևորությունը։ Իսկ ինչ պատահեց։ Տիգրանը։ Անին տխուր ժպտաց։ Նա մի օր մտավ գրասենյակ, ասելով, որ իրեն նախագիծ է պետք Սարյան փողոցում գնաց անշարժ գույքը վերանորոգելու համար։ Ինձ հանձնարարեցին զբաղվել նրանով։ Նա այնքան հմայիչ էր, այնքան ուշադիր։ Ինձ ստիպում էր յուրահատուկ զգալ։ Տարբերվում էր բոլոր մյուս տղամարդկանցից, ում ճանաչում էի։ Նա ուներ այդ ունակությունը ստիպելու քեզ զգալ, որ դու աշխարհում միակ կարևոր մարդն ես։ Եվ դուք սկսեցիք հանդիպել։ Այո։ Ամեն ինչ շատ արագ եղավ։ 3 ամիս անց մենք նշանված էինք, 6 ամիս անց արդեն ամուսնացած։ Ծնողներս այնքան երջանիկ էին։ Նրանք հասարակ մարդիկ են, ամբողջ կյանքում աշխատել են, որ ինձ լավ կրթություն տան։ Դստերն հաջողակ գործարարի հետ ամուսնացած տեսնելը նրանց համար իրականացած երազանքի պես էր։ Անին դադար առավ, նրա ձայնը ցածրացավ։ Եթե միայն սկզբից նկատեի նշանները։ Ինչ նշաններ։ Փոքր բաներ։ Այն, թե ինչպես էր նա առաջարկում, որ ես այլս կարիք չունեմ աշխատելու, որ իմ տեղը մեր տունը խնամելն է։ Ինչպես էր նա միշտ կարծիք ունենում իմ հագուստի, ընկերների, ժամանակացույցի մասին։ Սկզբում դա հոգատարություն էր թվում, ուշադրություն։ Միայն հետո հասկացա, որ դա վերահսկողություն է։ Բայց արդեն շատ ուշ էր։ Լուսինեն բաժակը մի կողմ դրեց, ամբողջ ուշադրությունը սեռելով Անիի վրա։ Երբեք ուշ չէ սեփական կյանքը վերադարձնելու համար։ Անին արցունքոտ աչքերով նայեց նրան։ Իսկապես այդպես ես կարծում։ Որովհետև երբեմն ես հայելու մեջ եմ նայում, այլս չեմ ճանաչում, թե ով եմ։ Հրաժարվել եմ այն ամենից, ինչ սիրում էի։ Իմ մասնագիտությունից, ընկերներից, անկախությունից։ Նույնիսկ ընտանիքիս եմ հիմա այնքան քիչ տեսնում։ Տիգրանը միշտ մի պատրվակ ունի այցելությունները հետաձգելու, ճաշկերույթները չեղարկելու համար։ Ասում է, որ դա ինձ պաշտպանելու համար է, որ մարդիկ կարող են օգտվել մեր ֆինանսական վիճակից։ Իսկ դուք հավատում եք դրան։ Անին երկար լռեց։ Ոչ։ Ես գիտեմ, որ դա պաշտպանություն չէ։ Դա մեկուսացում է։ Նա չի ուզում, որ ես իրենից բացի ուրիշ ոչ ոք չունենամ։ Բայց դա խոստովանելը նշանակում է խոստովանել, որ ես հսկայական սխալ եմ գործել, որ տարիներ եմ վատնել իմ կյանքից, որ դարձել եմ իմ սեփական բանտարկության մեղսակիցը։ Դուք ոչ մի բանի մեղսակից չեք։ Լուսինեն վճռականորեն խոսեց։ Պարոն Տիգրանի նման մարդիկ մանիպուլյացիայի մասնագետներ են։ Նրանք հստակ գիտեն, թե ինչպես խարխլել մեկի վստահությունը, ինչպես ստիպել, որ ամեն ինչ թվա զոհի մեղքը։ Բայց այդպես չէ։ Երբեք։ Անին սրբեց փախած արցունքը։ Ինչպես ես այդքան շատ բան գիտես այս մասին։
Դու երիտասարդ ես, երի 30-ից մի փոքր ավել ես։ Բայց խոսում ես այնպես, կարծես խորապես հասկանում ես այս բաները։ Լուսինեն զգուշորեն ընտրեց իր բառերը։ Կյանքում շատ դժվար իրավիճակներ եմ տեսել։ Եվ սովորել եմ, որ ուժը լուր ամեն ինչին դիմանալը չէ։ Ուժը գիտակցելն է, երբ ինչ-որ բան սխալ է, օգնություն փնտրելու քաջություն ունենալը։ Այդ պահին Անիի հեռախոսը զանգեց։ Տիգրանն էր։ Նա անմիջապես պատասխանեց, նրա կեցվածքը փոխվեց, լարվեց։ Այո, սիրելիս։ Դադար։ Այո, ձմեռային այգում եմ։ Ավելի երկար դադար։ Իհարկե, հիմա կվերցնեմ։ Այո, ամեն ինչ լավ է։ Ցտեսություն։ Նա անջատեց հեռախոսը հաշտված արտահայտությամբ նայեց Լուսինեին։ Նա կարևոր փաստաթղթերով ֆլեշ կրիչ է մոռացել։ Պետք է հիմա տանեմ նրա գրասենյակ։ Կարող ես ինձ ուղեկցել։ Նա չի սիրում, որ ես մենակ մեքենա վարեմ, հատկապես հիմա, հղիությանս հետ կապված։ Լուսինեն գլխով արեց, բայց ներքուստ նրա գործակալի միտքը առավելագույն զգոնության մեջ էր։ Տիգրանի գրասենյակ այցելությունը կարող էր արժեքավոր հնարավորություն լինել դիտելու նրա աշխատանքային միջավայրը, ծանոթանալու նրա մասնագիտական շրջապատի մարդկանց հետ, գուցե նույնիսկ հետաքննության համար կարևոր տեղեկություններ ստանալու։ Տիգրանի գրասենյակը գտնվում էր հյուսիսային պողոտայում, Երանի ֆինանսական կենտրոնի սրտում։ 20 հարկանի հայելապատ շենքում տեղակայված էին բազմաթիվ ներդրումային ընկերություններ, խորհրդատվական գրասենյակներ, փաստաբանական գրասենյակներ։ Տիգրանի ընկերությունը Մելիքյան կապիտալ գործընկերները զբաղեցնում էր ամբողջ 18-րդ հարկը։ Լուսինեն վարում էր ընտանիքիս Mercedes-Benz-ը, մինչդեռ Անին լուռ նստած էր կողքի նստատեղին, ֆլեշ կրիչը սեղմած ձեռքերում։ Խցանումը մեծ էր, բնորոշ Երանի հինգշաբթի օրվա կեսօրին։ Շրջապատի երկնաքերերը փայլում էին կեսօրվա արի տակ, ապակու պողպատի արտացոլանքները տպավորիչ քաղաքային լաբիրինթոս էին ստեղծում։ Լուսինեն ամեն ինչ դիտում էր մասնագիտական ուշադրությամբ, մտովի քարտեզագրելով երթուղիներ, ելքեր, մանրամասներ, որոնք կարող լինել ապագայում։ Երբ հասան շենք, համազգեստով կայանապահն արագ ստանձնեց մեքենայի կառավարումը։ Լուսինեն ուղեկցեց Անիին մինչ վերելակ, պահպանելով իր տիրուհուն ուղեկցող աշխատակցի պատշաճ կեցվածքը։ Պողպատե վերելակն արագ բարձրանում էր, թվային թվերը նշում էին յուրաքանչյուր հարկ, մինչ կանգ առան 18-րդում։ Դռները բացվեցին, բացահայտելով շքեղ ընդունարան։ Սպիտակ մարմարե հատակ, թանկարժեք փայտով երեսպատված պատեր, տպավորիչ ընդունարանի սեղան, որտեղ անթերի հագնված մի երիտասարդ շիկահեր մասնագիտական ժպիտով ժպտում էր։ Բարի օր, տիկին Մելիքյան։ Ընդունարանի աշխատակցուհին մտերմաբար ողջունեց Անիին։ Պարոն Մելիքյանը ձեզ է սպասում։ Խնդրեմ, կարող եք ուղիղ գնալ նրա գրասենյակ։ Անին գլխով արեց քայլեց միջանցքներով, Լուսինեն զգուշորեն հետում էր նրան։ Միջավայրը փող ու իշխանություն էր շնչում։ Աշխատակիցները շտապում էին թղթապանակներով, պլանշետներով, բոլորը հագնված անթերի գործնական հագուստով։ Ապակե պատերի միջով Լուսինեն կարող էր տեսնել հանդիպումների սենյակներ, որտեղ խորհրդակցություններ էին տեղի ունենում, էկրաններ, որոնք ցուցադրում էին բարդ ֆինանսական գրաֆիկներ, մարդիկ, որոնք աշխույժ ժեստեր էին անում բանակցություններում։ Տիգրանի գրասենյակը միջանցքի վերջում էր, քաղաքի համայնապատկերով ընդարձակ սենյակ։ Երբ Անին թակեց դուռը ներս մտավ, Տիգրանը հեռախոսով էր, ժեստեր անելով, մինչ անգլերեն խոսում էր միջազգային գործարքի մասին։ Նա Անին նշան արեց, որ սպասի, շարունակելով իր խոսակցությունս մի քանի րոպե։ Լուսինեն կանգնեց դռան մոտ, դիտելով։ Գրասենյակը իշխանության ցուցադրություն էր, հսկայական կարմրափայտի սեղան, գործարարության իրավունքի գրքերով լի դարակներ, դիպլոմներով վկայականներով շրջանակներ, Տիգրանի լուսանկարները ազդեցիկ քաղաքական գործիչների գործարարների հետ։ Բայց այն, ինչն ամենաշատը գրավեց նրա ուշադրությունը, սեղանի վրա գտնվող 3 համակարգչային մոնիտորներն էին, որոնք բոլորը ցուցադրում էին տարբեր էկրաններ, թվերով, գրաֆիկներով, բարդ աղյուսակներով։ Տիգրանը վերջապես անջատեց հեռախոսը, նայեց Անիին։ Ուշացար։ Ես ասացի, որ սա ինձ շտապ է պետք։ Կներես, խցանումը սարսափելի էր։ Անին մեկնեց ֆլեշ կրիչը, նրա ձայնը գրում էր ավտոմատ հնազանդություն։ Տիգրանը վերցրեց սարքը, միացրեց իր համակարգչին, արագ ստուգելով բովանդակությունը։ Նրա աչքերն արագ անցան Լուսինեի վրայով, նրան կարճ գնահատելով, նախքան ուշադրությունը կրկին էկրանին դարձնելը։ Հենց այդ պահին ինչ-որ մեկը առանց թակելու մտավ գրասենյակ։
Դա 50 անց մի տղամարդ էր, մոխրագույն մազերը հետ սանրված, թանկարժեք մոխրագույն կոստյում, հրամաններ տալուն սովոր մարդու տեսքով։ Նա կաշվե թղթապանակ էր կրում, լուրջ արտահայտություն ուներ։ Տիգրան, մենք պետք է այսօր լուծենք Կիպրոսի այդ հարցը։ Փաստաթղթերը պետք է ստորագրվեն մինչ վաղը առավոտ, թե չէ պատուհանը կկորցնենք։ Տղամարդն արագ խոսեց, հազիվ նկատելով Անի Լուսինեի ներկայությունը։ Ռոբերտ, հիմա ժամանակը չէ։ Տիգրանը պատասխանեց նախազգուշացնող տոնով, նրա աչքերը զգուշորեն ցույց տալով երկու կանանց ներկայությունը։ Ռոբերտը վերջապես նկատեց կանգ առավ, ուղղելով կեցվածքը։ Կներեք։ Չտեսա, որ հյուր ունեք։ Նա քաղաքավարի ժպիտ ստիպեց իրեն Անիի համար։ Բարի օր, տիկին Մելիքյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, պարոն Ռոբերտ։ Անին պատասխանեց տարիների հասարակական միջոցառումների փորձով սովորած քաղաքավարությամբ։ Հիանալի, հիանալի։ Ռոբերտը անհամբեր գլխով արեց, ակնհայտորեն ցանկանալով վերադառնալ այն թեմային, որը նրան այստեղ էր բերել։ Տիգրան, ուրեմն, 5 րոպե։ Կարգին է։ Հիմա կգամ։ Տիգրանը շրջվեց դեպի Անին։ Սիրելիս, շնորհակալություն, որ բերեցիր։ Կարող ես տուն գնալ։ Այսօր ուշ կգամ, ինձ ընթրիքի մի սպասիր։ Կարոր հանդիպում ունեմ, որը կերկարի։ Լավ։ Անին գլխով արեց, սովոր Տիգրանի երկար աշխատանքային օրերին։ Ուրեմն ես գնամ։ Նա դուրս եկավ գրասենյակից Լուսինեի ուղեկցությամբ, բայց միջանցքում Լուսինեն նկատեց, որ իր պայուսակը մոռացել է ընդունարանում։ Կներեք, տիկին Անի, պայուսակս մոռացա այնտեղ։ Կարող եմ գնալ վերցնելու։ Կարող եք ինձ այստեղ սպասել կամ իջնել, եթե նախընտրում եք։ Գնա, ես այստեղ կսպասեմ։ Անին նստեց միջանցքի բազկաթոռներից մեկին, հոգնած տեսքով։ Լուսինեն արագ վերադարձավ միջանցքով, բայց ուղիղ ընդունարան չգնաց։ Նրա գործակալի փորձը հուշում էր, որ ինչ-որ կարևոր բան է կատարվում։ Նա զգուշորեն մոտեցավ Տիգրանի գրասենյակին, որի դուռը կիսաբաց էր մնացել։ Ծածրեց, թե հեռախոսն է կարգավորում, հենվելով մոտակա պատին, որտեղից կարող էր լսել Տիգրանի Ռոբերտի խոսակցության կտորներ։ Չեմ կարող շարունակել այս գումարները շարժել առանց ավելի մեծ երաշխիքների։ Ռոբերտի ձայնը լարված էր։ Եթե պետական եկամուտների կոմիտեն բացահայտի օֆշորների սխեման, մենք բոլորս միասին կընկնենք։ Դու խոստացել էիր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Եվ այդպես էլ կա։ Այդ գումարները անցնում են 3 շերտ կեղծ ընկերությունների միջով, նախքան Կիպրոսի հաշիվներին հասնելը։ Անհնար է հետագծել։ Տիգրանը խոսում էր սովորական ամբարտավան վստահությամբ։ Բացի այդ, ես ռազմավարական դիրքերում առանցքային մարդիկ ունեմ։ Մենք պաշտպանված ենք։ Իսկ այն հետաքննությունը, որի մասին անցյալ ամիս նշեցիր։ Լուծեցիր։ Կեղծ տագնապ էր։ Իմ փաստաբանը ստուգեց, ոչ մի կոնկրետ բան չկա։ Պարզապես բյուրոկրատներ են, որոնք փորձում են արդարացնել իրենց աշխատավարձերը։ Տիգրանը ծիծաղեց, մի ձայն, որը զուրկ էր իրական հումորից։ Բայց եթե դու նյարդայնանում ես, Ռոբերտ, կարող ես ցանկացած պահի դուրս գալ։ Ներդրողների հերթ է կանգնած, որոնք սպասում են մտնելու։ Դա նյարդայնություն չէ, Տիգրան։ Դա խոհեմություն է։ Ես տեսել եմ, թե ինչպես են շատ կայսրություններ փլուզվում, որովհետև ինչ-որ մեկը չափազանց ինքնավստահ է դարձել։ Լուսինեն բավական լսել էր։ Դա հաստատում էր հետաքննության կասկածները, փողերի լվացում օֆշորային ընկերությունների միջոցով, գույքի թաքցման բարդ սխեմաներ, ըստ երույթին ազդեցիկ մարդկանց ներգրավմամբ ինչ-որ պաշտպանության ցանց։ Նա մտապահեց խոսակցության յուրաքանչյուր մանրուք, իմանալով, որ դա վճռորոշ կլինի թիմի համար։ Հանգիստ վերադարձավ այնտեղ, որտեղ Անին սպասում էր, ծածնելով, թե ընդունարան էր գնացել։ Պատրաստ է, տիկին Անի։ Կարող ենք գնալ։ Վերադարձի ճանապարհին Անին սովորականից ավելի լուռ էր։ Լուսինեն փորձեց զրույց սկսել, բայց նկատում էր, որ գրասենյակից դուրս գալուց հետո Անի տրամադրությունը փոխվել էր։ Ամեն ինչ կարգին է, տիկին Անի։ Անին ուշ պատասխանեց, մեքենայի պատուհանից նայելով արագ անցնող քաղաքին։ Երբեմն ես ինձ հարց եմ տալիս, թե իրականում ինչ է կատարվում այդ գրասենյակում։
Տիգրանը միշտ ասում է, որ աշխատում է օրինական ներդրումներով, բայց լինում են պահեր, երբ ես տարօրինակ խոսակցություններ եմ նկատում, նյարդային մարդկանց, զանգեր, որոնց նա պատասխանում է արագ դուրս գալիս սենյակից։ Երբ է հարցրել եք նրան այդ մասին։ Մի անգամ, մոտ 2 տարի առաջ։ Անին ցածր խոսեց, կարծես վտանգավոր գաղտնիք էր բացահայտում։ Լսեցի նրա վեճը հեռախոսով արտասահմանյան հաշիվների մասին։ Հարցրի, փորձելով հասկանալ։ Նա կատաղեց։ Ասաց, որ ես բարդ գործերը հասկանալու ունակություն չունեմ, որ կինը չպետք է քիթը խոթի տղամարդու գործերի մեջ, որ իմ դերը տունը խնամելն է, ոչ թե հարցնելը, թե ինչպես է նա վաստակում այն փողը, որը պահպանում է մեր կենսամակարդակը։ Եվ դուք գոհ մնացիք այդ պատասխանից։ Ոչ։ Բայց սովորեցի այլս հարցեր չտալ։ Անին շրջվեց, նայելու Լուսինեին։ Դու երի ինձ խղճուկ ես համարում։ Մի հասուն կին, որը նույնիսկ սեփական ամուսնուն հարցեր տալու քաջություն չունի։ Լուսինեն աչքերը ճանապարհին պահեց, բայց նրա ձայնը վճռական էր։ Ես ձեզ համարում եմ քաջ։ Դուք այստեղ եք, դեռ ոտքի վրա, դեռ պայքարում եք հասկանալու համար, դեռ պատասխաններ եք փնտրում։ Դա խղճուկ չէ։ Դա գոյատում է։ Երբ վերադարձան առանձնատուն, Արն արդեն սկսում էր մայր մտնել, Երանի երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Տունը լուռ էր, միայն քաղաքի երթեկության հեռավոր ձայնն էր հասնում բարձր պարիսպների վրայով։ Լուսինեն օգնեց Անին տեղավորվել հյուրասենյակում, հանգստացնող թեյ պատրաստեց, հետո գնաց խոհանոց, որտեղ վերջապես մի պահ ունեցավ մտածելու այն ամենի մասին, ինչ բացահայտել էր այդ կեսօրին։ Նա վերցրեց իր թաքցրած անվտանգ հեռախոսը, գաղտնագրված հաղորդագրություն ուղարկեց իր թիմին, զեկուցելով լսած խոսակցության մանրամասները։ Պատասխանը եկավ րոպեներ անց։ Ֆինանսական հետաքննության թիմն արդեն աշխատում էր նշված օֆշորային ընկերությունները բացահայտելու շարժերը հետագծելու ուղղությամբ։ Փազլի յուրաքանչյուր կտոր տեղն էր ընկնում։ Այդ գիշեր Անին մենակ ընթրեց։ Տիգրանն իսկապես մինչ ուշ մնացել էր գրասենյակում։ Լուսինեն նրա հետ մնաց, առաջին անգամ Անին սկսեց ավելի բաց խոսել իր կյանքի մասին, մինչ Տիգրանը։ Ես այնքան էի ուզում իմ ճարտարապետության միջոցով փոփոխություն բերել։ Ոչ միայն գեղեցիկ տներ նախագծել հարուստ մարդկանց համար։ Ուզում էի աշխատել սոցիալական բնակարանաշինության նախագծերի վրա, ստեղծել տարածքներ, որոնք կփոխակերպեին համայնքները։ Ես մի ամբողջ տեսլական ունեի, թե ինչպես կարող է ճարտարապետությունը լինել սոցիալական փոփոխության գործիք։ Իսկ ինչու դադարեցիք։ Տիգրանն ասում էր, որ դա դեռահասի երազանք է։ Որ իրական աշխարհն այդպես չի աշխատում։ Որ եթե ես իսկապես ուզում եմ օգնել մարդկանց, պետք է աջակցեմ նրա բարեգործական ակցիաներին, մասնակցեմ բարեգործական միջոցառումներին։ Նա շատ գումար է նվիրաբերում սոցիալական նպատակների համար, գիտեք։ Ամեն ամիս ինչ-որ միջոցառում կա։ Նրան համարում են առատաձեռն բարերար։ Լուսինեն դա լսեց հատուկ հետաքրքրությամբ։ Տիգրանի բարեգործությունը նրա հանրային դիմակի մի մասն էր, հեղինակություն ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու միջոց։ Բայց նա մտածում էր, թե արդյոք այդ առատաձեռն նվիրատվությունների հետում ավելին չկա։ Կեղտոտ փողերը հաճախ լվացվում էին բարեգործական հաստատությունների միջոցով։ Եվ դուք երբեք ցանկություն չեք ունեցել վերադառնալ աշխատանքի։ Ամեն օր։ Բայց Տիգրանը հասկացրեց, որ իր կինը չի աշխատում։ Ասում է, որ դա տպավորություն է ստեղծում, թե ինքը չի կարողանում պահել ընտանիքը, որ դա վնասում է իր իմիջը գործարար շրջանակներում։ Անին խորը հոգոց հանեց։ Եվ հիմա, երբ երեխան է գալիս, գիտեմ, որ էլ ավելի դժվար կլինի որը տեսակի ազատություն ունենալ։ Երեխան կարող է նա փոփոխության պատճառ լինել։ Ավելի լավ բան ցանկանալու։ Անին Լուսինեին նայեց հույսի վախի խառնուրդով աչքերով։ Դու միշտ այդպես ես խոսում, այնպիսի վստահությամբ, որ փոփոխությունը հնարավոր է։ Ես կցանկանայի այդ վստահությունն ունենալ։ Վստահությունը գալիս է, երբ մենք հասկանում ենք, որ մենակ չենք։ Որ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Լուսինեն զգուշորեն ընտրեց իր բառերը, իմանալով, որ կարոր սերմեր է ցանում։ Եվ երբ մենք վերջապես ընդունում ենք, որ արժանի ենք ավելի լավին, քան այն, ինչ ապրում ենք։ Նրանք մի պահ լռեցին, մի լռություն, որը լի էր փոխադարձ ըմբռնումով։ Անին զգում էր, որ Լուսինեի մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, մի բան, որը պարզ կարեկցանքից այն կողմ էր։ Կար մի ուժ, մի վճռականություն, որը նա չէր կարող լիովին բացատրել։
Եվ Լուսինեն իր հերթին Անի մեջ տեսնում էր շատ ավելի ուժեղ կին, քան նա ինքն էր կարծում։ Երբ Տիգրանը վերջապես տուն հասավ, գրեթե կեսգիշեր էր։ Նա տեսանելիորեն սթրեսի մեջ էր, դեմքը լարված, փողկապը թուլացրած։ Անին արդեն բարձրացել էր ննջասենյակ, բայց արթուն էր, սպասում էր։ Լուսինեն դեռ տանն էր, վերջացնում էր խոհանոցը կարգի բերելը, երբ Տիգրանն անցավ։ «Դու դեռ այստեղ ես», հարցրեց նա զարմացած։ «Կարգի էի բերում, պարոն։ Արդեն գնում եմ»։ Լուսինեն պահպանեց մասնագիտական տոնը։ Տիգրանը ցրված գլխով արեց բարձրացավ աստիճաններով։ Լուսինեն լսեց ննջասենյակի դռան փակվելու ձայնը րոպեներ անց, խուլ ձայներ։ Տիգրանն ու Անին վիճում էին։ Նա չէր կարողանում լսել հստակ բառերը, բայց տոնն անսխալական էր։ Նրա ձայնը բարձր իշխող։ Նրանը ցածր պաշտպանողական։ Լուսինեն զգուշորեն բարձրացավ երկրորդ հարկի միջանցք, ծածնելով, թե մոռացած ինչ-որ բան է փնտրում։ Անվտանգության տեսախցիկները ամեն ինչ ձայնագրում էին, նա գիտեր։ Հսկողության թիմը կարող էր հետո վերանայել։ Բայց նա ուզում էր այնտեղ լինել, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ։ Վեճը շարունակվեց մի քանի րոպե, հետո լռություն եղավ։ Լուսինեն մի փոքր էլ սպասեց, զգոն, բայց այլս ոչ մի ձայն չլսվեց։ Նա իջավ, վերցրեց իր իրերը դուրս եկավ առանձնատնից, բայց նրա միտքը շարունակում էր աշխատել։ Իրավիճակը գնալով լարվում էր։ Տիգրանը ճնշման տակ էր իր ստվերային գործերի պատճառով, դա կարող էր նրան ավելի վտանգավոր դարձնել տանը։ Հաջորդ առավոտ, երբ Լուսինեն եկավ աշխատանքի, Անին գտավ ձմեռային այգում, նստած նույն բազկաթոռին, բայց նրա աչքերում ինչ-որ բան այլ էր։ Դրանք կարմիր էին, կարծես ամբողջ գիշեր լաց էր եղել, բայց կար նա մի վճռականություն, որը նախկինում չկար։ «Բարի լույս, տիկին Անի»։ Լուսինեն բարեհամբույր ողջունեց։ «Կանաչ թեյ եմ պատրաստել։ Կցանկանաք»։ «Շնորհակալություն, Լուսինե»։ Անին դողացող ձեռքերով ընդունեց բաժակը։ «Պետք է քեզ մի բան պատմեմ։ Մի բան, որ երեկ գիշեր պատահեց»։ Լուսինեն նստեց նրա դիմաց, ամբողջ ուշադրությունը սեռելով նրա վրա։ Տիգրանը շատ լարված եկավ։ Սկսեց ինձ հարցաքննել, թե ինչ եմ խոսել գրասենյակի մարդկանց հետ, թե արդյոք ինչ-որ մեկը տարօրինակ բան է ասել իմ ներկայությամբ։ Երբ ես ասացի, որ իրենից բացի ոչ մեկի հետ չեմ խոսել, որ միայն ֆլեշ կրիչն եմ տարել վերադարձել, նա չհավատաց։ Ասաց, որ ստում եմ, որ ես միշտ լրտեսում եմ այնտեղ, որտեղ պետք չէ։ Նա ձեզ հետ անպատշաճ վարվեց։ Հարցրեց Լուսինեն, զգուշորեն ընտրելով բառերը։ Անին վարանեց, բայց հետո գլխով արեց։ Նա շատ գոռաց։ Սարսափելի բաներ ասաց։ Որ ես հիմար եմ, որ ոչ մի բանի պետք չեմ, որ։ Եթե ինքը չլիներ, ես ոչինչ չէի լինի։ Եվ երբ փորձեցի ինձ պաշտպանել, երբ ասացի, որ պարզապես փորձում էի օգնել, բերելով ֆլեշ կրիչը, որը ինքն էր խնդրել, նա կանգ առավ, ձայնը դողաց։ Ինչ արեց, տիկին Անի։ Նա ինձ հրեց։ Ուժեղ չէր, ես չընկա, բայց ժեստը հստակ էր։ Եվ հետո, երբ տեսավ իմ ցնցված արտահայտությունը, նա լիովին փոխվեց։ Սկսեց ներողություն խնդրել, ասելով, որ աշխատանքից է սթրեսի մեջ, որ չէր ուզում ինձ վախեցնել, որ ամեն ինչ լավ կլինի։ Գրեթե սարսափելի էր, թե որքան արագ կարող է այդպես անհատականությունը փոխել, մի պահից մյուսը։ Լուսինեն զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր ներսում, բայց պահպանեց հանգիստ մասնագիտական արտահայտությունը։ Դուք դա որե մեկին պատմել եք։ Ո՞ն պատմեի։ Ծնողներս չէին հասկանա։ Նրանք կարծում են, որ Տիգրանը կատարյալ է։ Ընկերներս։ Ես այլս իրական ընկերներ չունեմ։ Անին ուղիղ նայեց Լուսինեին։ Դու առաջին մարդն ես, ում հետ տարիներ շարունակ կարողանում եմ իսկապես խոսել այս մասին։ Իսկ հիմա ինչպես եք ձեզ զգում։ Վախեցած։ Եվ հոգնած վախենալուց։ Անին ձեռքը դրեց որովայնին։ Այս երեխան կծնվի 6 ամսից։ Ես չեմ կարող երեխա մեծացնել այս միջավայրում։ Չեմ կարող թույլ տալ, որ իմ որդին կամ դուստրը մեծանա, մտածելով, որ սա նորմալ է, որ հարաբերություններն այսպես են լինում։ Լուսինեն տեսավ այն բացը, որին սպասում էր։ Տիկին Անի, կան ռեսուրսներ, մարդիկ, որոնք կարող են օգնել ձեր նման իրավիճակներում։ Պարտադիր չէ, որ միշտ այսպես լինի։ Բայց ինչպես։
Տիգրանն այնքան իշխանություն, այնքան փող ունի։ Նա ճանաչում է փաստաբանների, դատավորների, ազդեցիկ մարդկանց։ Եթե ես փորձեի հեռանալ, նա ամեն ինչ կաներ ինձ կանգնեցնելու համար։ Նա ինքն է դա հասկացրել նախկինում, ասելով, որ եթե ես երբեմն մտածեմ իրեն լքելու մասին, ինձ կոչնչացնի, կերաշխավորի, որ այլս երբեք մեր ընտանիքը չեմ տեսնի։ Դրանք սպառնալիքներ են։ Եվ սպառնալիքների դեմ կարելի է պայքարել ճիշտ գործիքներով։ Լուսինեն համոզված խոսեց։ Բայց քաջություն է պետք առաջին քայլն անելու համար։ Օգնությունն ընդունելու համար։ Անին լռեց, մտածելով այդ բառերի մասին։ Առաջին անգամ նա իսկապես դիտարկում էր այն հնարավորությունը, որ կարող է ելք լինել։ Դա սարսափելի էր, բայց նա բերում էր հույսի մի կայծ, որը նա երկար ժամանակ չէր զգացել։ Այդ օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մթնոլորտում։ Տիգրանը մի քանի անգամ զանգեց, հարցնելով Անիի մասին, ուզենալով իմանալ, թե նա լավ է, թե ինչ-որ բանի կարիք ունի։ Դրանք զանգեր էին, որոնք կարող էին քնքուշ թվալ, բայց որոնք Լուսինեն ճանաչում էր որպես բռնության դասական ցիկլի մի մաս, զայրույթի պոռթկում, որին հաջորդում է չափազանցված ուշադրություն փոփոխության խոստումներ։ Երբ Տիգրանն այդ գիշեր տուն եկավ, նվերներ էր բերել Անիի համար։ Շատ թանկ ծաղիկներ, թանկարժեք զարդ, ներկրված շոկոլադներ։ Ընթրիքի ընթացքում նրան վերաբերվեց չափազանցված քաղաքավարությամբ, պլաններ կազմելով երեխայի համար, խոսելով, թե ինչ հրաշալի հայր կլինի, թե ինչպես է ուզում ընտանիքին ամենալավը տալ։ Անին խաղաց իր դերը, ընդունեց նվերները, ճիշտ պահերին ժպտաց, բայց Լուսինեն կարող էր տեսնել նրա աչքերում, որ ինչ-որ բան հիմնովին փոխվել էր։ Դիմակը սկսում էր ընկնել, Անին վերջապես տեսնում էր իրականությունն այնպիսին, ինչպիսին այն իրականում էր։ Այդ գիշեր, դուրս գալուց առաջ, Լուսինեն մի փոքրիկ բացիկ թողեց մի տեղ, որտեղ գիտեր, որ միայն Անին կգտնի, ձմեռային այգում կարդացած գրքի մեջ։ Բացիկի վրա կար հեռախոսահամար ձեռագիր պարզ հաղորդագրություն։ Երբ պատրաստ լինեք խոսելու ապագայի մասին, զանգահարեք այս համարով։ Դուք մենակ չեք։ Դա ռիսկ էր, Լուսինեն գիտեր։ Բայց դա հաշվարկված ռիսկ էր։ Անին կոտրվելու եզրին էր, պատրաստ օգնություն փնտրելու։ Եվ երբ այդ պահը գար, Լուսինեն պետք է երաշխավորեր, որ առջում հստակ ճանապարհ կա։ Մինչ վարում էր դեպի իր վարձակալած բնակարան, Լուսինեն մտովի վերանայում էր հետաքննության բոլոր տարրերը։ Ֆինանսական ապացույցները կուտակվում էին։ Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները փաստում էին Տիգրանի վերահսկող ագրեսիվ վարքը։ Անիի վկայությունը վճռորոշ կլիներ, երբ պահը գար։ Ամեն ինչ իր հունով էր ընթանում, բայց Լուսինեն գիտեր, որ ամենանուրբ մասը դեռ առջում է։ Գործողությունը մտնում էր իր կրիտիկական փուլ։ Եվ շուտով, շատ շուտով, Տիգրան Մելիքյանը կբացահայտեր, որ իր կառուցած ստիկայսրությունը պատրաստվում է ամբողջությամբ փլուզվել։ Երանի երկինքն այդ ուրբաթ կեսօրին ծանրացել էր։ Մուգ ամպեր էին կուտակվել քաղաքի վրա, խոստանալով մի փոթորիկ, որը կատարելապես արտացոլում էր կենտրոնի առանձնատան ներսում կուտակվող լարվածությունը։ Անին գտել էր այն բացիկը, որը Լուսինեն թողել էր իր գրքում։ Ժամեր շարունակ նայում էր այդ թղթի կտորին, այդ հեռախոսահամարին, մտածելով, թե արդյոք քաջություն կունենա այդ զանգը կատարելու։ Ինչ էր դա նշանակում։ Ով էր մյուս կողմում։ Եվ ամենակարևորը, արդյոք իսկապես պատրաստ էր այդ քայլին։ Տիգրանը գիշերը պետք է գնար իր հերթական բարեգործական միջոցառմանը։ Գալա ընթրիք, կարիքավոր երեխաներին աջակցող կազմակերպության համար դրամահավաք կազմակերպելու։ Նա կհագներ իր անթերի սմոքինգը, կժպտար տեսախցիկներին, հուզիչ ելույթ կունենար սոցիալական պատասխանատվության մասին տուն կվերադառնար, գոհ իր հանրային իմիջի կառուցմանս մեկ հաջող երեկոյից։ Մի իմիջ, որն Անին այժմ հստակ տեսնում էր որպես լիովին կեղծ։ Լուսինեն աշխատանքի եկավ առավոտյան ժամը 8-ին, ինչպես միշտ։ Անին գտավ արդեն արթուն, նստած խոհանոցում, դեռ խալաթով, մազերը խառնված, խորս շրջանակներ դեմքին։ Ակնհայտ էր, որ նա լավ չէր քնել։ Կամ գուցե ընդհանրապես չէր քնել։ Բարի լույս, տիկին Անի։ Թունդ սոուր պատրաստեմ։ Լուսինեն բարեհամբույր հարցրեց, արդեն գնահատելով Անիի հուզական վիճակը։ Անին բարձրացրեց աչքերը, Լուսինեն այնտեղ տեսավ կայացված որոշում։ Լուսինե, ես գտա բացիկը։ Ինչ է նշանակում այդ համարը։ Ով ես դու իրականում։ Լուսինեն շուրջը նայեց, մտովի ստուգելով բոլոր տեսախցիկների տեղադրությունը։ Գիտեր, որ այս խոսակցությունը ձայնագրվում է, որ իր թիմը լսում է։ Պահներ։ Պետք է հիմա լիներ։
Տիկին Անի, այս տանը տեղ կա, որտեղ տեսախցիկներ չկան։ Անին թարթեց, զարմացած հարցից. Երրորդ հարկի հյուրասենյակը։ Տիգրանը երբեք այնտեղ տեսախցիկներ չի տեղադրել, որովհետև գրեթե չենք օգտագործում։ Ինչո՞վ։ Կարող ենք այնտեղ խոսել։ Կարող է։ Երկուսը լուռ բարձրացան աստիճաններով։ Հյուրասենյակը պարզ էր տան մնացած մասի համեմատ, բայց այնուամենայնիվ էլեգանտ, երկտեղանոց մահճակալով, պահարանով, այգու տեսարանով, փոքրիկ պատշգամբով։ Լուսինեն փակեց դուռը, շրջվեց դեպի Անին։ Այն, ինչ հիմա քեզ կպատմեմ, սկզբում կարող է սարսափելի թվալ, բայց պետք է վստահես ինձ։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Իմ անունն իսկապես Լուսինե Օհանյան է, բայց ես պարզապես սպասուհի չեմ։ Ես ոստիկանության հատուկ գործակալ եմ։ 3 շաբաթ է, ինչ այստեղ եմ, քո ամուսնու դեմ հետաքննության գործողության շրջանակներում։ Անին զգաց, որ ոտքերը թուլանում են, նստեց մահճակալին։ Ինչ։ Ինչպես թե։ Հետաքննություն։ Ինչով։ Տիգրանը 8 ամիս է, ինչ հետաքննվում է լուրջ ֆինանսական հանցագործությունների համար։ Փողերի լվացում, կեղծ ընկերությունների հետ գործառնություններ, անօրինական շարժեր օֆշորային հաշիվների միջոցով։ Նա կառուցել է խարդախությունների բարդ ցանց, որը միլիոնավոր դրամներ է շարժում։ Լուսինեն խոսեց հանգիստ, բայց վճռական։ Ես այստեղ եմ ներթափանցել ապացույցներ հավաքելու, վարքագիծը դիտելու, փաստեր փաստաթղթավորելու համար։ Բայց ընթացքում բացահայտեցի մի բան, որը հետաքննության սկզբնական շրջանակում չէր, այն, թե ինչպես է նա քեզ հետ վարվում։ Անին ցնցված էր, մտածում էր յուրաքանչյուր բառի մասին։ Դու ոստիկան ես։ Այս ամենը պլանավորված էր։ Դու երբեք իրականում սպասուհի չես եղել։ Ոչ։ Ես ավելի քան 10 տարի է, ինչ գործակալ եմ։ Սա իմ գործն է, մտնել այնպիսի վայրեր, որտեղ մեզ պետք են տեղեկություններ, որոնք այլ կերպ չենք կարող ստանալ։ Լուսինեն նստեց Անիի կողքին։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ այն ամենը, ինչ խոսել ենք, այն կապը, որ ստեղծել ենք, իրական էր։ Երբ քեզ լսում էի, երբ աջակցություն էի առաջարկում, դա որևէ սցենարի մաս չէր։ Դա մի կին էր, որը տեսնում էր տառապող մեկ այլ կնոջ, իսկապես ուզում էր օգնել։ Ուրեմն դուք գիտեք Տիգրանի մասին, թե ինչպիսին է նա տանը։ Անին զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Դուք ամեն ինչ տեսել եք։ Տեսախցիկները, որոնք Տիգրանը տեղադրել է քեզ վերահսկելու համար, 3 շաբաթ առաջ կոտրվել են մեր տեխնիկական թիմի կողմից։ Ամեն ինչ վերահսկվում է։ Յուրաքանչյուր դժվար խոսակցություն, լարվածության յուրաքանչյուր պահ, անպատշաճ վարքի յուրաքանչյուր դրվագ։ Լուսինեն բռնեց Անիի ձեռքը։ Մենք բավարար ապացույցներ ունենք ոչ միայն ֆինանսական հանցագործությունների, այլ այն բռնության միջավայրի մասին, որում դու ապրում ես։ Եվ ամենակարևորը, մենք ռեսուրսներ ունենք քեզ պաշտպանելու համար։ Ինչից պաշտպանելու։ Ինչ է լինելու։ Այսօր գիշեր, մինչ Տիգրանը բարեգործական միջոցառմանը կլինի, ոստիկանության թիմը կիրականացնի խուզարկության առգրավման հրամաններ նրա գրասենյակում այստեղ, տանը։ Մենք կհավաքենք փաստաթղթեր, համակարգիչներ, այն ամենը, ինչը կապացուցի հանցագործությունները։ Եվ երբ նա վերադառնա, կձերբակալվի։ Անին արագ վեր կացավ, շնչառությունն արագացավ։ Ոչ, ոչ, դու չես հասկանում։ Նա կիմանա, որ ես ներգրավված եմ։ Նա կմտածի, որ ես եմ պատմել։ Նա ինձ կոչնչացնի, կանի այն ամենը, ինչով միշտ սպառնացել է։ Ես շատ եմ վախենում նրանից, թե ինչ կարող է անել։ Դրա համար էլ այն բացիկը, որը քեզ տվեցի, մեր պաշտպանության կենտրոնի համարն ունի։ Դու այստեղ չես լինի, երբ այս ամենը տեղի ունենա։ Մենք քեզ կտանենք անվտանգ վայր, գործողությունից առաջ։ Եվ հետո ամբողջ իրավական գործընթացի ընթացքում դու կունենաս ոստիկանական պաշտպանություն։ Լուսինեն վեր կացավ, կանգնեց Անիի դիմաց։ Բայց պետք է հիմա որոշում կայացնես։ Պետք է վստահես ինձ թիմին։ Պետք է թույլ տաս, որ քեզ այստեղից հանեմ, տեղավորեմ անվտանգ վայրում։ Իսկ եթե ասեմ ոչ։ Իսկ եթե խնդրեմ, որ գնաք։ Ապա գործողությունը մինույն է տեղի կունենա, որովհետև Տիգրանի ֆինանսական հանցագործությունները քեզանից անկախ են։ Բայց դու կմնաս այստեղ մենակ հետանքների հետ գործ ունենալու համար։ Եվ ես չեմ կարող երաշխավորել քո անվտանգությունն այդ սցենարում։ Լուսինեն խորը նայեց Անիի աչքերին։
Դու երեկ ասացիր, որ չես ուզում քո երեխային մեծացնել այս միջավայրում։ Սա քո հնարավորությունն է երաշխավորելու, որ դա անելու կարիք չի լինի։ Սա այն դուռն է, որը բացվել է։ Բայց միայն դու կարող ես որոշել անցնել դրանով։ Անին երկար րոպեներ լուռ մնաց։ Լսում էր դրսում սկսվող անձրի ձայնը, առաջին կաթիլները, որոնք խփում էին պատուհաններին։ Մտածեց այն ամենի մասին, ինչ կորցրել էր վերջին տարիներին։ Իր կարիերան, ընկերներին, ազատությունը, ինքնությունը։ Մտածեց, թե քանի անգամ է հայելու մեջ նայել, առանց իրեն ճանաչելու։ Մտածեց իր ներսում աճող երեխայի այն կյանքի տեսակի մասին, որը ցանկանում էր տալ այդ անմեղ էակին։ Վերջապես, բարձրացրեց աչքերը դեպի Լուսինեն։ Ինչ պետք է անեմ։ Լուսինեն թեթացած ժպտաց։ Նախ, օրվա մնացած մասը սովորականի պես վարվիր։ Տիգրանը ոչինչ չպետք է կասկածի։ Երբ նա գնա միջոցառմանը, դու մի փոքր ճամպրուկ կհավաքես անձնական փաստաթղթերով, հիմնական հագուստով ցանկացած զգացմունքային արժեք ունեցող իրով, որը չես ուզում թողնել։ Երեկոյան 7:30-ին առանձնատան հետի փողոցում քաղաքացիական մեքենա կսպասի։ Ես քեզ կտանեմ այնտեղ։ Այդ պահից դու կլինես ոստիկանության պաշտպանության տակ։ Իսկ ծնողներս։ Նրանք կանհանգստանան։ Մենք նրանց հետ անվտանգ կերպով կապ կհաստատենք։ Բայց առայժմ, որքան քիչ մարդ իմանա, այնքան լավ։ Տիգրանը չպետք է որևէ կասկած ունենա, որ ինչ-որ բան է կատարվում։ Անին գլխով արեց, զգալով սարսափի թեթության խառնուրդ։ Նա իսկապես անում էր դա։ Իսկապես վերահսկում էր իր կյանքը տարիներ անց առաջին անգամ։ Վստահում եմ քեզ, Լուսինե։ Չգիտեմ ինչու հաշվի առնելով, որ դու ինձ խաբել ես, թե ով ես իրականում, բայց վստահում եմ։ Ես գիտեմ, որ սկզբում խախտեցի քո վստահությունը։ Բայց խոստանում եմ, որ այն ամենը, ինչ անում եմ այսուհետ, քեզ պաշտպանելու քո կյանքը վերականգնելու համար է։ Լուսինեն մեկնեց ձեռքը։ Մենք միասին ենք այս գործում։ Նրանք սեղմեցին ձեռքերը, լուռ դաշինք կնքելով։ Եվ այդ պահին Անին զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել՝ հույս։ Օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մշուշի մեջ։ Անին փորձում էր սովորականի պես վարվել, բայց յուրաքանչյուր շարժում կարծես իմաստով ծանրացած էր։ Թեթ ճաշեց, կեսօրն անցկացրեց զգուշորեն որոշ անձնական իրեր դասավորելով, պատասխանեց Տիգրանի հաղորդագրություններին պահանջվող բնականությամբ։ Նա լուսանկար ուղարկեց, արդեն պատրաստ միջոցառմանը, էլեգանտ սմոքինգով, ժպտալով տեսախցիկին։ Նա պատասխանեց սրտի էմոջիով, զգալով կեղծավորությունը, որն այրում էր յուրաքանչյուր ժեստում։ Լուսինեն շարունակեց իր տնային գործերը, բայց մշտական կապի մեջ էր իր թիմի հետ անվտանգ հեռախոսի միջոցով։ Ամեն ինչ համակարգվում էր ռազմական ճշգրտությամբ։ Խուզարկության առգրավման թիմը պատրաստվում էր։ Հրամանները տրվել էին։ Ոստիկանության փաստաբանները պատրաստ էին։ Շրջափակումը փակվում էր Տիգրան Մելիքյանի շուրջ, նա գաղափար անգամ չուներ։ Երեկոյան ժամը 6-ին Տիգրանն իջավ աստիճաններով, արդեն լիովին պատրաստ։ Անին հյուրասենյակում էր, ծածնելով, թե հեռուստացույց է դիտում։ Նա մոտեցավ, համբուրեց նրա ճակատը այն կեղծ քնքշությամբ, որը նա այժմ կատարելապես ճանաչում էր։ Ես գնում եմ, սիրելիս։ Ինձ արթուն մի սպասիր, այս միջոցառումները միշտ երկարում են։ Երի կեսգիշերին կվերադառնամ։ Նա ուղղեց թիթեռնիկ փողկապը նախասրահի հայելու մեջ։ Ի դեպ, մոռացա ասել։ Մենք փակեցինք այն մեծ գործարքը, որը բանակցում էի։ Միջնորդավճարը զգալի կլինի։ Կկարողանամ քեզ նվիրել այն ադամանդե վզնոցը, որը տեսել էիր ոսկերչական խանութում անցյալ ամիս։ Անին ստիպեց իրեն ժպտալ։ Ինչ հրաշալի է։ Դու շատ նվիրված ես աշխատանքիդ։ Ամեն ինչ մեր ապագայի համար։ Մեր երեխայի համար։ Նա ժպտաց, այն ժպիտով, որն արդեն այնքան մարդու համոզել էր իր բարության մեջ։ Սիրում եմ քեզ, Անի։ Նա կուլ տվեց կոկորդի խեղդոցը։ Ես էլ եմ քեզ սիրում։ Բառերն ավտոմատ դուրս եկան, զուրկ որը իրական զգացմունքից։ Տիգրանը դուրս եկավ ավտոտնակից, շքեղ մեքենայի հեռացող ձայնը արձագանքեց առանձնատանը։ Երբ լռությունը վերջապես հաստատվեց, Անին արտաշնչեց։ Այն օդը, որը նույնիսկ չգիտեր, որ պահում էր։ Լուսինեն անմիջապես հայտնվեց։ Նա գնաց։ 1.5 ժամ ունենք, մինչ մեքենան գա։
Սկսենք։ Նրանք բարձրացան ննջասենյակ։ Անին բացեց պահարանը, որտեղ պահում էր իր անձնական փաստաթղթերը, ծննդյան վկայական, անձնագիր, բանկային քարտեր, որոնք հազիվ էր օգտագործում, իր ընտանիքի հին լուսանկարները։ Վերցրեց մի քանի զարդ, որոնք պատկանել էին իր տատիկին, միակ արժեքավոր իրերը, որոնք իսկապես կարևոր էին իր համար։ Առանձնացրեց հարմարավետ հագուստ, հիմնական հիգիենայի պարագաներ, հղիության համար դեղամիջոցներ։ Մինչ դասավորում էր, Անին շուրջը նայեց շքեղ ննջասենյակին։ Հսկայական մահճակալը, որտեղ այնքան անքուն գիշերներ էր անցկացրել, թանկարժեք հագուստով լի զգեստապահարանը, որը երբեք նրան երջանիկ չէր դարձրել, մարմարե լոգասենյակը, որտեղ այնքան անգամ թաքուն լաց էր եղել։ Նա թողնում էր այս ամենը։ Եվ տարօրինակ կերպով ոչ մի տխրություն չէր զգում։ Միայն հսկայական թեթություն։ 7:15-ին նրանք իջան փոքր ճամպրուկով։ Լուսինեն ռազմավարական նպատակով անջատեց որոշ լույսեր, տպավորություն ստեղծելով, թե Անին պարզապես շուտ է քնելու գնացել։ Վերջին անգամ ստուգեց բոլոր տեսախցիկները, համոզվելով, որ անկյունները պլանավորվածի համաձայն են։ Պատրաստ ես։ Հարցրեց Լուսինեն։ Անին վերջին անգամ նայեց առանձնատանը, որը տարիներ շարունակ իր բանտն էր եղել։ Պատրաստ եմ։ Նրանք դուրս եկան հետի դռնից, արագ քայլելով մութ այգով մինչ ծառայողական դարպասը։ Անձրը դադարել էր, բայց գետինը դեռ թաց էր, նրանց կոշիկները մեղմ ձայներ էին հանում թաց խոտի վրա։ Դրսում ոստիկանության քաղաքացիական մեքենա, սովորական սեդան, սպասում էր քաղաքացիական հագուստով երկու գործակալների հետ։ Տիկին Անի, ես գործակալ Արամ Սարգսյանն եմ։ Լուսինեն ամեն ինչ բացատրեց։ Տղամարդկանցից մեկը բարեհամբույր հարցրեց, բացելով մեքենայի հետի դուռը։ Այո, բացատրեց։ Անին մտավ մեքենա, զգալով, որ իրավիճակի իրականությունն վերջապես ամբողջ ուժով հարվածում է իրեն։ Նա իսկապես անում էր դա։ Իսկապես թողնում էր ամեն ինչ։ Մենք ձեզ կտանենք անվտանգ վայր, Վահագնի թաղամաս։ Դա բնակարան է, որն օգտագործում ենք վկաների պաշտպանության համար։ Այնտեղ կունենաք այն ամենը, ինչ ձեզ պետք է, մեր թիմից միշտ ինչ-որ մեկը մոտակայքում կլինի։ Գործակալը բացատրեց, մինչ մեքենան սկսեց շարժվել։ Գիտենք, որ հղի եք, ուստի նա համապատասխան բժշկական հսկողություն կունենանք։ Շնորհակալություն։ Անին հազիվ էր կարողանում մտածել։ Ամեն ինչ այնքան արագ պատահեց։ Ես քեզ հետ կգամ։ Լուսինեն նրա կողքին էր հետի նստատեղին։ Ես քեզ հետ կլինեմ այս ամբողջ գործընթացի ընթացքում։ Դու մենակ չես։ Մինչ մեքենան անցնում էր Երանի փողոցներով, հեռանալով կենտրոն թաղամասից, Անին պատուհանից նայում էր անցնող քաղաքին։ Դա նույն Երանն էր, ինչ միշտ, բայց այլ էր թվում։ Կարծես նա ամեն ինչ նոր աչքերով էր տեսնում։ Մարդիկ քայլում էին մայթերով, մեքենաներ խցանման մեջ, շուրջը սովորական կյանք էր ընթանում։ Եվ նա, տարիներ անց առաջին անգամ, կրկին այդ սովորական կյանքի մի մասը կդառնար։ Մինույն ժամանակ, առանձնատանը մեկ այլ գործողություն էր ընթանում։ Ուղիղ ժամը 8-ին ոստիկանության 3 մեքենա կանգնեց գլխավոր դարպասի դիմաց։ Նշաններով, բաճկոններով, դատական հրամաններով գործակալները զանգեցին։ Երբ պատասխան չստացան, թիմի փականագործը բացեց դարպասը, նրանք մտան տարածք։ Տեխնիկական թիմն անմիջապես սկսեց աշխատանքը։ Լուսանկարելով յուրաքանչյուր սենյակ, գրանցելով փաստաթղթեր, հավաքելով համակարգիչներ, էլեկտրոնային սարքեր։ Երկրորդ հարկում գտնվող Տիգրանի անձնական աշխատասենյակում, որը վերջապես բացվեց, նրանք ապացույցների իսկական գանձ գտան։ Օֆշորային ընկերությունների պայմանագրերով թղթապանակներ, կասկածելի բանկային գործարքների փաստաթղթեր, գումարների շարժի մասին կոդավորված նշումներով նոթատետրեր։ Դա այն ամենն էր, ինչ նրանց պետք էր, նույնիսկ ավելին։ Հյուսիսային պողոտայի գրասենյակում միաժամանակ մեկ այլ թիմ իրականացնում էր խուզարկության առգրավման հրամանը։ Զարմացած աշխատակիցներին հրահանգվեց հեռանալ համակարգիչներից, մինչ գործակալները ստանձնում էին համակարգերի վերահսկողությունը։ Սերվերները կնքվեցին, փաստաթղթերը հավաքվեցին։ Ռոբերտը, Տիգրանի գործընկերը, որին Լուսինեն տեսել էր նախորդ շաբաթ, փորձեց վիճել, սպառնալ փաստաբաններով, բայց հրամանները հստակ էին անվիճելի։ Բարեգործական միջոցառմանը Տիգրանը ժպտում էր լուսանկարների համար, ազդեցիկ քաղաքական գործիչների գործարարների կողքին։ Ելույթ էր ունենում անապահովներին օգնելու կարողության մասին, թե ինչպես է ամենահաջողակների պարտականությունը հասարակությանը հատուցել։
Ստանում էր գովասանքներ, ձեռքսեղմումներ, ապագա համագործակցության խոստումներ։ Լիովին անտեղյակ այն փաստից, որ հենց այդ պահին իր կայսրությունը քանդվում էր կտոր-կտոր։ Ժամը 10:30 էր, երբ Տիգրանը ֆրանսիական շամպայն էր համտեսում զրուցում մի պատգամավորի հետ, երբ նրա հեռախոսը զանգեց։ Ռոբերտն էր, հիստերիկ ձայնով։ Տիգրան, ոստիկանությունն այստեղ է։ Ամեն ինչ տանում են։ Ասում են, որ հրամաններ ունեն։ Ինչ է կատարվում։ Տիգրանը զգաց, որ արյունը սառչում է։ Ժպիտը պահեց դեմքին, քաղաքավարի ներողություն խնդրեց զրույցից արագ քայլեց դեպի սրահի ավելի առանձին անկյուն։ Ինչպես թե հրամաններ։ Ինչի՞ մասին ես խոսում։ Խուզարկություն առգրավում։ Համակարգիչներ, փաստաթղթեր, ամեն ինչ հավաքում են։ Ասում են, որ փողերի լվացման հետաքննությունը։ Պետք է հիմա վերադառնաս այստեղ։ Տիգրանն անջատեց անմիջապես զանգեց տուն։ Զանգեց։ Ոչ ոք չէր պատասխանում։ Զանգեց Անիի բջջայինին։ Ուղիղ ձայնային փոստ։ Սարսուռ անցավ նրա մարմնով։ Ինչ-որ բան սարսափելի սխալ էր։ Նա վազելով դուրս եկավ միջոցառումից, նույնիսկ չանհանգստանալով ներողություններով։ Նստեց մեքենան արագացրեց դեպի տուն, սիրտը խփում էր անկանոն, միտքը փորձում էր մտածել, պլանավորել, ելք գտնել։ Ինչպես էին բացահայտել։ Ո՞վ էր խոսել։ Նա այնքան զգույշ էր եղել, այնքան մանրակրկիտ։ Նա պաշտպանություն ուներ, մարդիկ ռազմավարական դիրքերում։ Ինչպես էր սա կատարվում։ Երբ հասավ առանձնատուն, տունը գտավ լուսավորված ոստիկանության գործակալներով լի։ Փորձեց մտնել ավտոտնակից, բայց նրան կանգնեցրին երկու գործակալ, որոնք ներկայացրին ձերբակալման հրաման։ Տիգրան Մելիքյան, դուք ձերբակալված եք փողերի լվացման, արժույթի ապօրինի շրջանառության, առանց թույլտվության ֆինանսական հաստատության գործունեության հանցավոր կազմակերպություն ստեղծելու հանցագործությունների համար։ Դուք իրավունք ունեք լռելու։ Այն ամենը, ինչ կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ։ Դուք իրավունք ունեք փաստաբանի։ Սա անհեթեթություն է։ Գոռաց Տիգրանը, փորձելով պահպանել հանգստությունը, բայց անհաջող։ Դուք չեք կարող դա անել։ Ես կարևոր մարդկանց եմ ճանաչում։ Ես բոլորիդ դատի կտամ։ Սա քաղաքական հետապնդում է։ Պարոն Մելիքյան, խնդրում եմ, ձեռքերը դրեք մեջքի հետում։ Գործակալը վճռական խոսեց։ Կինս որտե՞ղ է։ Որտե՞ղ է Անին։ Տիգրանը շուրջը նայեց, փնտրելով։ Եթե դուք նրան ինչ-որ բան եք արել, երդվում եմ, որ ձեր կինը անվտանգ վայրում է պաշտպանության տակ։ Հիմա, ձեռքերը, պարոն։ Տիգրանը վերջապես հանձնվեց, թույլ տալով, որ ձեռնաշղթաները դնեն։ Սառը։ Մետաղի զգացումը նրա դաստակներին անիրական էր։ Սա չէր կարող կատարվել։ Ոչ իր հետ։ Նա միշտ ամեն ինչ վերահսկում էր։ Միշտ։ Երբ նրան նստեցրին մեքենան, Տիգրանը պատուհանից տեսավ, թե ինչպես են գործակալները դուրս գալիս իր տնից, տանելով փաստաթղթերի արկղեր։ Նրա կայսրությունը, որն այնքան խնամքով կառուցվել էր տարիների ընթացքում, քանդվում էր ժամերի ընթացքում։ Իսկ Անին։ Որտեղ էր Անին։ Նա փախել էր։ Նա իրեն դավաճանել էր։ Ոչ, նա քաջություն չէր ունենա։ Նա թույլ էր, հնազանդ։ Թե։ Նա ամբողջ ընթացքում թերագնահատել էր կնոջը։ Մեքենան սկսեց շարժվել, Տիգրանին տանելով ոստիկանության բաժանմունք։ Փողոցներում կյանքը սովորականի պես շարունակվում էր։ Մարդիկ վերադառնում էին միջոցառումներից, զույգեր քայլում էին, մեքենաներ գիշերային երթևեկության մեջ։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ մեքենայի մեջ մի մարդ էր, ում անկումը հաջորդ օրը թերթերի վերնագրերում կլիներ։ Վահագնի թաղամասի բնակարանում Անին ամեն ինչ դիտում էր հեռուստացույցով։ Լրագրողը կանգնած էր առանձնատան դիմաց, պատմելով ոստիկանության գործողության մասին։ Կադրերը ցույց էին տալիս գործակալների, որոնք մտնում դուրս էին գալիս տնից, արկղեր տանում։ Եվ հետո տեսախցիկը ֆիքսեց այն պահը, երբ Տիգրանին նստեցրին մեքենան։ Ձեռնաշղթաները փայլում էին լույսերի տակ, դեմքը կարմրած զայրույթից նվաստացումից։ Անին զգաց, որ արցունք է հոսում։ Դա տխրություն չէր այն մարդու համար, ով Տիգրանն էր։ Դա տխրություն էր այն պատրանքի համար, որին նա հավատացել էր, կորցրած ժամանակի, իր զոհաբերած տարբերակների համար։
բայց նա զգում էր նա ավելի ուժեղ բան, ազատություն։ Տարիներ անց առաջին անգամ նա իսկապես ազատ էր։ Լուսինեն նստեց նրա կողքին բազմոցին։ Ամեն ինչ լավ կլինի։ Գործընթացը երկար կլինի, բայց դու ունես այն ամբողջ աջակցության կառույցը, որը քեզ պետք է։ Եվ երբ ամեն ինչ ավարտվի, դու կկարողանաս վերականգնել այն կյանքը, որը միշտ ցանկացել ես ունենալ։ Ես հազիվ եմ հիշում, թե ով էի նրանից առաջ։ Անին ցածր խոսեց։ Բայց կարծում եմ, ժամանակն է նորից բացահայտելու։ Հենց դա է։ Ժամանակն է վերագտնելու Անիին։ Ոչ թե կատարյալ կնոջը, ոչ թե ճենապակյա տիկնիկին ոսկե վանդակում։ Իրական կնոջը սեփական երազանքներով, սեփական ձայնով, սեփական կյանքով։ Լուսինեի հեռախոսը զանգեց։ Նրա համակարգողն էր, տեղեկացնում էր, որ Տիգրանը պաշտոնապես ձերբակալվել է գործընթացի մեջը։ Ոստիկանության փաստաբաններն արդեն պատրաստում էին գործը։ Մեղադրանքները ամուր էին, ապացույցները անհերքելի։ Տիգրան Մելիքյանին սպասում էին տարիների դատավարություն, ամենայն հավանականությամբ երկարատ դատավճիռ։ Լուսինեն անջատեց նայեց Անիին։ Վերջացավ։ Նա ձերբակալված է։ Այլս չի կարող քեզ հասնել, չի կարող քեզ վերահսկել։ Իսկապես վերջացավ։ Անին գլխով արեց, թույլ տալով, որ արցունքները վերջապես ազատ հոսեն։ Դրանք թեթության ազատագրման կորցրած ժամանակի սկի, բայց նա ապագայի հույսի արցունքներ էին։ Ձեռքը դրեց որովայնին, զգալով այնտեղ աճող կյանքը։ Իմ որդին ազատ կծնվի։ Կմեծանա, իմանալով, որ մայրը քաջություն է ունեցել ճիշտ բան անելու, նույնիսկ երբ դա սարսափելի էր։ Եվ կմեծանա, իմանալով, որ երբեք մենակ չէ։ Որ միշտ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել, միշտ ելք կա, միշտ հույս կա։ Լուսինեն բարեհամբույր ժպտաց։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես, Անի։ Միշտ եղել ես։ Պարզապես հնարավորություն էր պետք դա հիշելու համար։ Այդ գիշեր, մինչ Երանը քնած էր, անտարբեր իր անկյուններում ծավալվող դրամաների նկատմամբ, երկու պատմություն ավարտվեց։ Մի մարդու պատմությունը, որը կայսրություն էր կառուցել ստի վերահսկողության վրա, որը տեսավ, թե ինչպես է այդ կայսրությունը փլուզվում ժամերի ընթացքում։ Եվ մի կնոջ պատմությունը, որը գտավ քաջություն կոտրելու իրեն կապող անտեսանելի շղթաները, ընտրելու ազատությունը տեսանելի անվտանգության փոխարեն, ընտրելու ճշմարտությունը հարմարավետ պատրանքի փոխարեն։ Փոթորիկն անցել էր։ Եվ երբ հաջորդ օրը արը ծագեր, դա կլիներ բոլորովին նոր կյանքի առաջին օրը։ Մի կյանք, որն Անին վերջապես կարող էր իրենը կոչել։ Անի առաջին օրերը Վահագնի թաղամասի պաշտպանված բնակարանում հույզերի փոթորիկ էին։ Առավոտյան արթնանում էր, սպասելով լսել Տիգրանի իշխող ձայնը, նրա քայլերի ձայնը միջանցքում, այն մշտական լարվածությունը, որն այնքան ծանոթ էր դարձել։ Բայց գտնում էր միայն լռություն կամ Լուսինեի, խոհանոցում սուրճ պատրաստելու մեղմ ձայնը։ Դա մի ազատություն էր, որը որքան թեթացնում, նույնքան էլ վախեցնում էր։ Բնակարանը պարզ էր, բայց հարմարավետ։ Երկու ննջասենյակ, խոհանոցի հետ միացված հյուրասենյակ, ծառապատ այգու տեսարանով փոքրիկ պատշգամբ։ Ոչինչ չէր կարող համեմատվել կենտրոնի առանձնատան շքեղության հետ, բայց այդ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրն իրենն էր։ Չկային տեսախցիկներ, որոնք հետում էին նրա շարժումներին, չկար մեկը, ով վերահսկում էր նրա ընտրությունները, չկար վախ, որը կախված էր օդում որպես անտեսանելի, բայց միշտ ներկա գոյություն։ Լուսինեն ժամանակավոր արձակուրդ էր վերցրել իր հիմնական պարտականություններից, Անին ուղեկցելու այս անցումային շրջանում։ Տիգրանի դեմ գործողությունը բացարձակ հաջողություն էր ունեցել, ավելի քան բավարար ապացույցներով, ամուր քրեական գործ ապահովելու համար։ Բայց Լուսինեն գիտեր, որ աշխատանքը ձերբակալությամբ չի ավարտվում։ Անին աջակցության ուղղորդման մեկի կարիք ուներ, ում կարող էր վստահել, մինչ ամբողջությամբ վերակառուցում էր իր կյանքը։ Թերթերն ու լրատվական կայքերը լի էին պատմությամբ։ Հաջողակ գործարար հայտնի բարերար, ձերբակալված ոստիկանության գործողության արդյունքում։ Վերնագրերը տարբեր էին, բայց բոլորն էլ, ըստ էության, նույն պատմությունն էին պատմում։ Տիգրան Մելիքյանը իր կայսրությունը կառուցել էր փողերի լվացման բարդ սխեմաների միջոցով, օգտագործելով կեղծ ընկերություններ օֆշորային հաշիվներ, միլիոնավոր դրամների անօրինական գործարքները թաքցնելու համար։ Նրա անթերի հեղինակությունը փլուզվել էր ժամերի ընթացքում։ Ոմանք պաշտպանում էին Տիգրանին, պնդելով, որ դա հետապնդում է, որ բարեգործությանը նվիրված մարդը չէր կարող մեղավոր լինել նման հանցագործությունների մեջ։
Մյուսները նշում էին, որ հենց բարության այդ դիմակն էր թույլ տվել, որ նրա հանցագործություններն այդքան երկար աննկատ մնան։ Բանավեճերը տարածվում էին սոցիալական ցանցերում, հեռուստահաղորդումներում, սրճարանային զրույցներում։ Տիգրան Մելիքյանը դարձել էր օրվա թեման։ Բայց այն, ինչ դեռ ոչ ոք չգիտեր, Անիի մասին էր։ Այն կնոջ մասին, որը տարիներ շարունակ ապրել էր նրա վերահսկողության տակ, որը լուր տառապել էր այդ կատարյալ առանձնատան պատերի հետում։ Ոստիկանությունը պաշտպանում էր նրա ինքնությունը, նրան անվանելով միայն գործի կարոր վկա։ Դա Անին տալիս էր այն ժամանակն ու տարածքը, որն անհրաժեշտ էր սկսելու մտածել այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Երրորդ օրը Անին վերջապես քաջություն հավաքեց զանգելու իր ծնողներին։ Խոսակցությունը դժվար էր, լի հույզերով։ Տիկին Սեդան լաց եղավ, լսելով դստեր ձայնը, անընդհատ հարցնելով, թե նա լավ է, վնասված է, ինչ-որ բանի կարիք ունի։ Պարոն Անտոնը միշտ ավելի զուսպ, երկար լուռ մնաց, նախքան խոսելը, նրա ձայնը խեղդվում էր։ Աղջիկս, մենք գիտեինք, որ ինչ-որ բան այն չէ։ Տեսնում էինք քո աչքերում, այն ձով, թե ինչպես էիր լարվում, երբ Տիգրանը մոտենում էր։ Բայց մենք չգիտեինք, ինչ անել, ինչպես օգնել։ Նա միշտ այնքան քաղաքավարի էր մեզ հետ, այնքան առատաձեռն։ Մենք մտածեցինք, որ դա մեր երակայության արդյունքն է։ Դա ձեր մեղքը չէ, հայրիկ։ Անին սրբեց արցունքները։ Նա շատ լավ էր թաքցնում, թե ով է իրականում։ Շատերին է խաբել։ Ես էլ եմ երկար ժամանակ խաբված եղել։ Անին զգուշորեն բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել։ Խոսեց հետաքննության, Լուսինեի մասին, թե ինչպես է ստիպված եղել շտապ լքել տունը, որ հիմա պաշտպանված վայրում է։ Մանրամասների մեջ չմտավ Տիգրանի հետ ամենավատ պահերի մասին, խնայելով ծնողներին տեղեկություններից, որոնք միայն ավելի շատ ցավ կպատճառեին։ Բայց հասկացրեց, որ անվտանգ է, աջակցություն ունի, որ շուտով կկարողանան անձամբ տեսնվել։ Իսկ երեխան, հարցրեց տիկին Սեդան, անհանգստությունը ձայնի մեջ։ Բժիշկների հսկողության տակ ես։ Այո, մայրիկ։ Լուսինեն ամեն ինչ կազմակերպել է։ Այցելություններ ունեմ նշանակված, բոլոր վիտամիններն ընդունում եմ, երեխայի հետ ամեն ինչ լավ է։ Անին ձեռքը դրեց որովայնին, որն սկսում էր ավելի նկատելի դառնալ։ Իրականում, առաջին անգամ ես իսկապես երջանիկ եմ այս հղիությամբ։ Նախկինում միայն վախ էր, բայց հիմա հույս է։ Զանգից հետո Անին զգաց, որ հսկայական բեռ է ընկել իր ուսերից։ Ծնողների հետ վերամիավորվելը, թեկուզ միայն հեռախոսով, մեկ քայլ էր դեպի իր կյանքի կորցրած կտորները վերականգնելու ուղղությամբ։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Լուսինեն ուղեկցում էր Անին բժշկական այցելությունների, որտեղ հաստատեցին, որ հղիությունը կատարյալ է ընթանում։ Տղա էր լինելու։ Նորությունը արցունքներ բերեց Անիի աչքերին, մտածելով որդու մասին, որը կծնվի ազատ, կմեծանա իրական սիրո, ոչ թե վերահսկողության վախի միջավայրում։ Այդ ընթացքում Անին նա սկսեց թերապիայի գնալ։ Ոստիկանության կողմից նշանակված հոգեբանը, բժշկուհի Ռուզաննան, մասնագիտացած էր բռնության հարաբերությունների դեպքերում։ Սեանսները դժվար էին, հաճախ ցավոտ, ստիպում էին Անիին դիմակայել տարիների մանիպուլյացիային, ինքնության կորստին, կուտակված տրավմային։ Բայց դրանք նա ազատագրող էին, թույլ տալով նրան վերջապես բառերով արտահայտել այն փորձառությունները, որոնք այդքան երկար նորմալացրել կամ նվազեցրել էր։ Դուք անցել եք համակարգված հոգեբանական բռնության գործընթացով։ Բժշկուհի Ռուզաննան բացատրեց սեանսներից մեկի ժամանակ։ Տիգրանն օգտագործել է վերահսկողության դասական տեխնիկաներ, ընտանիքից ընկերներից մեկուսացում, մշտական հսկողություն տեսախցիկների միջոցով, ֆինանսական վերահսկողություն, հուզական մանիպուլյացիա, փոփոխելով չափազանցված քնքշությունը, ագրեսիվ վերաբերմունքը։ Սա ստեղծում է մի ցիկլ, որտեղ զոհը շփոթվում է, կորցնում է ընդունելի վարքի զգացումը, ի վերջո ընդունում է իրավիճակներ, որոնք երբեք չէր ընդունի նորմալ հանգամանքներում։ Ես ինձ այնքան հիմար եմ զգում, որ թույլ եմ տվել դա տեղի ունենալ։ Խոստովանեց Անին։ Ես կրթված, խելացի մարդ եմ։ Ինչպես թույլ տվեցի, որ նա ինձ դրան վերածի։ Որովհետև նա փորձառու մանիպուլյատոր էր։ Եվ որովհետև մեր հասարակությունը հաճախ նորմալացնում է վերահսկող վարքագիծը, երբ այն քողարկված է հոգատարության կամ պաշտպանության տակ։ Մեղքը երբեք զոհինը չէ, Անի։ Երբեք։ Դու արել ես լավագույնը, ինչ կարող էիր, ունենալով այն տեղեկությունները, ռեսուրսները, որոնք ունեիր յուրաքանչյուր պահի։ Եվ երբ հնարավորություն ունեցար, քաջություն ունեցար հեռանալու։ Դա թուլություն չէ։ Դա հսկայական ուժ է։
Մինչ Անին աշխատում էր իր հուզական վերականգնման վրա, Տիգրանի դեմ իրավական գործն արագ առաջ էր շարժվում։ Ապացույցները ջնշող էին։ Բանկային փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, վարկաբեկող խոսակցությունների ձայնագրություններ, նրա ընկերության աշխատակիցների վկայություններ, որոնք ապացույցների առջ նախընտրել էին համագործակցել իշխանությունների հետ։ Ռոբերտը, նրա գործընկերը, գործարք էր կնքել, բացահայտելով սխեմայի էլ ավելի ստոր մանրամասներ։ Բայց կար մի վճռորոշ տարր, որը դեռ բացակայում էր՝ Անիի վկայությունը։ Ոստիկանության դատախազները եկան բնակարան, նրա հետ խոսելու դատավարության մեջ նրա դերի մասին։ Բացատրեցին, որ թե ֆինանսական ապացույցներն ամուր են, Տիգրանի բնավորության, նրա ստեղծած վերահսկողության միջավայրի մասին անձնական վկայությունը կօգնի դատավորների համար ամբողջական պատկեր ստեղծել։ Ես գիտեմ, որ դա խնդրելը դժվար է։ Դատախազ Հենրիկ Գալստյանը կարեկցանքով խոսեց։ Դա կնշանակի հրապարակայնորեն բացահայտել իրավիճակներ, որոնք տրավմատիկ են եղել։ Տիգրանը նրա փաստաբանները կփորձեն վարկաբեկել ձեզ, կկասկածի տակ դնեն ձեր դրդապատճառները։ Հեշտ չի լինի։ Անին նայեց Լուսինեին, որը նստած էր իր կողքին, հետո իր ձեռքերին, վերջապես դնելով դրանք որովայնին, որտեղ իր որդին էր աճում։ Եթե ես չխոսեմ, քանի այլ կին կշարունակի մտածել, որ նրա վարքը նորմալ է։ Քանիսը կմնան բանտարկված, ինչպես ես էի, առանց իմանալու, որ կարող են դուրս գալ, որ արժանի են ավելի լավին։ Հենց այդպես։ Բժշկուհի Ռուզաննան, որը նույնպես ներկա էր, գլխով արեց։ Ձեր վկայությունը կարող է փոխակերպող լինել ոչ միայն այս գործի, այլ ընդհանրապես բռնության հարաբերությունների մասին իրազեկման համար։ Բայց միայն դուք կարող եք որոշել, թե արդյոք պատրաստ եք դրան։ Անին խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է վճռականությունն աճում իր ներսում։ Ես պատրաստ եմ։ Ուզում եմ վկայություն տալ։ Ուզում եմ, որ աշխարհն իմանա ոչ միայն, որ Տիգրանը ֆինանսական հանցագործ էր, այլ այն մասին, թե ով էր նա տանը, երբ դռները փակվում էին, տեսախցիկները նրան էին վերահսկելու, ոչ թե նրան վերահսկելու համար։ Դատավարությունը նշանակվեց 4 ամիս անց։ Այդ ընթացքում Անին ստիպված էր ինտենսիվ պատրաստվել։ Հանդիպումներ դատախազների հետ, իր պատմությունը կրկին ու կրկին վերապատմելով, կանխատեսելով դժվար հարցեր, որոնք պաշտպանությունը կարող էր տալ։ Դա հյուծիչ գործընթաց էր, բայց նա ամուր մնաց։ Այդ ընթացքում նա սկսեց վերականգնել իր կյանքի մյուս մասերը։ Հանդիպեց որոշ հին ընկերուհիների, որոնք նրան ընդունեցին արցունքներով, գրկախառնություններով, առանց դատելու, միայն ուրախությամբ նրան վերադարձնելու համար։ Սկսեց առցանց դասընթացներ անցնել կայուն ճարտարապետության վերաբերյալ, վերամիավորվելով այն կրքի հետ, որը տարիներ առաջ լքել էր։ Զբոսնում էր բնակարանի մոտակա այգում, զգալով Արը դեմքին, դիտելով խաղացող երեխաներին, քայլող զույգերին, շուրջը կատարվող կյանքը։ Եվ տարիներ անց առաջին անգամ զգում էր, որ այդ կյանքի մի մասն է։ Նրա որդին ծնվեց դատավարությունից 2 շաբաթ առաջ։ Հանգիստ, բնական ծննդաբերություն, հենց այնպես, ինչպես Անին ցանկացել էր, բայց երբեք չէր համարձակվել արտահայտել, երբ Տիգրանը վերահսկում էր։ Լուսինեն նրա կողքին էր ծննդասենյակում, բռնած նրա ձեռքը, քաջալերելով նրան յուրաքանչյուր կծկման ժամանակ։ Տիկին Սեդան, պարոն Անտոնը անհամբեր սպասում էին սպասասրահում, վերջապես կարողանալով ներկա լինել դստեր կյանքի կարևոր պահին։ Երբ երեխան վերջապես աշխարհ եկավ, նրա լացը արձագանքեց սենյակում, որպես նոր հնարավորությունների ազդարարում։ Անին նրան գրկեց, նայելով այդ կարմիր կնճռոտ դեմքին, զգաց այնպիսի ջնշող սեր, որ հազիվ էր կարողանում շնչել։ Գաբրիել, շշնջաց նա։ Քո անունը Գաբրիել է։ Նշանակում է Աստծո սուրհանդակ, Աստծո ուժ։ Եվ դու, որդիս, կմեծանաս իմանալով, թե ինչ է իրական ուժը։ Ոչ թե ուրիշներին վերահսկելու ուժը, այլ ազատ լինելու, բարի լինելու, ճշմարիտ լինելու ուժը։ Հաջորդ 2 շաբաթները բոլորովին նոր փորձառություն էին։ Անին ընկղմվեց մայրության մեջ մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նրան։ Կրծքով կերակրել, տակտիրներ փոխել, գիշերվա կեսին արթնանալ, լացը հանգստացնել, դիտել յուրաքանչյուր փոքր շարժում։ Դա հյուծիչ էր, բայց նա լցնում էր մի ծով, որը նա երբեք չէր զգացել։ Եվ ամենալավն այն էր, որ կարող էր այս ամենն անել իր ձով, առանց մեկի, ով ասեր, թե ինչպես պետք է լինի, առանց քննադատության, առանց դատելու։ Հետո եկավ դատավարության օրը։ Անին Գաբրիելին թողեց իր ծնողների մոտ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել էին մոտակա բնակարան, օգնելու համար։
Հագավ պարզ, բայց էլեգանտ գործնական կոստյում, մուգ կապույտ, ոչ շատ աչքի ընկնող։ Մազերը հավաքեց համեստ սանրվածքով։ Նայեց իրեն հայելու մեջ երկար ժամանակ անց առաջին անգամ ճանաչեց այն կնոջը, որին տեսնում էր այնտեղ։ Նա այլս այն կոտրված տիկնիկը չէր, որին Տիգրանը ստեղծել էր։ Նա իրական կին էր, սպիներով, այո, բայց նա ուժով, նպատակով, ձայնով։ Դատարանը լեփ-լեցուն էր։ Լրագրողներ, հետաքրքրասերներ, իրավաբանության ուսանողներ, բոլորը ցանկանում էին ականատես լինել այն բանին, ինչը խոստանում էր լինել տարվա ամենանշանավոր գործերից մեկը։ Տիգրանը նստած էր պաշտպանության սեղանի մոտ, թանկարժեք փաստաբանների թիմի ուղեկցությամբ։ Նա նիհարել էր, դեմքն ավելի գունատ, բայց նրա աչքերը դեռ ունեին այն ինտենսիվությունը, այն վերահսկողության փորձը։ Երբ Անին ներս մտավ, Լուսինեի դատախազության թիմի ուղեկցությամբ, նրանց աչքերը հանդիպեցին։ Անին նրանց մեջ տեսավ զայրույթ, անհավատություն, մի բան, որը կարող էր վախ լինել։ Նա հայացքը չփախցրեց։ Հանգիստ, արժանապատվորեն դիմացավ նրա հայացքին, առանց բառերի ցույց տալով, որ այլս այն կինը չէ, որին նա կարող էր վախեցնել։ Դատավարությունը տեց 3 օր։ Ֆինանսական փորձագետները ներկայացրին տնտեսական հանցագործությունների ապացույցները։ Տիգրանի ընկերության աշխատակիցները վկայեցին կասկածելի գործարքների, հրամանների մասին, որոնք ստանում էին առանց լիովին հասկանալու։ Ռոբերտը, նախկին գործընկերը, հաստատեց փողերի լվացման սխեմաները, կաշառքները, կոռուպցիոն ցանցը։ Յուրաքանչյուր վկայության, յուրաքանչյուր ներկայացված փաստաթղթի հետ Տիգրանի պաշտպանությունն ավելի էր թուլանում։ Բայց երրորդ օրն էր, որ Անին վերջապես բարձրացավ վկաների ամբիոն։ Դատարանում լռություն բացարձակ էր։ Բոլորի աչքերը նրա վրա էին։ Հեռուստատեսային տեսախցիկները, որոնց թույլատրվել էր ձայնագրել դատավարությունը, կենտրոնացան նրա դեմքին, մինչ նա երդվում էր ճշմարտությունն ասել։ Դատախազ Հենրիկ Գալստյանը զգուշորեն վարեց հարցաքննությունը, սկսելով հիմնական հարցերից իր Տիգրանի հարաբերությունների, թե ինչպես են ծանոթացել, ինչպիսին է եղել սկիզբը։ Անին պատասխանեց վճռական ձայնով, պատմելով այն պատմությունը, որն ինքը միայն վերջերս էր սկսել լիովին հասկանալ։ Իսկ երբ սկսվեց վերահսկող վարքագիծը, հարցրեց դատախազը։ Աստիճանաբար։ Սկսվեց իմ հագուստի, ընկերների, աշխատանքի մասին առաջարկներից։ Նա միշտ այդ առաջարկները փաթաթում էր անհանգստության, սիրո մեջ։ Ասում էր, որ իմ լավն է ուզում, որ ինձ պաշտպանում է։ Եվ ես հավատացի։ Անին դադար առավ, նայելով դատավորներին։ Կարծում եմ, կարող է հասկանալ, որ Տիգրանի նման մարդիկ բացահայտ վերահսկող լինելով չեն սկսում։ Նրանք դա կառուցում են դանդաղ, խարխլելով քո վստահությունը, մեկուսացնելով քեզ, մինչ մի օր արթնանում ես հասկանում, որ այլս ոչինչ չունես, որն իսկապես քոնն է։ Ոչ քո ընտրությունները, ոչ քո կարծիքները, երբեմն նույնիսկ ոչ քո մտքերը։ Կարող եք կոնկրետ օրինակներ բերել։ Անին խորը շունչ քաշեց, սկսեց կիսվել։ Խոսեց ամբողջ տանը տեղադրված անվտանգության տեսախցիկների մասին, որոնք իբր պաշտպանության համար էին, բայց իրականում մշտական հսկողության գործիքներ էին։ Խոսեց, թե ինչպես էր Տիգրանը վերահսկում իր ֆինանսները, նրան գումար տալով, կարծես երեխա լիներ, պահանջելով բացատրություններ յուրաքանչյուր գնման համար։ Խոսեց իր ընտանիքից, ընկերներից աստիճանական մեկուսացման մասին, միշտ պատրվակներով, որոնք առաջին հայացքից խելամիտ էին թվում, բայց որոնք կուտակվելով նրան լիովին մենակ էին թողել։ Եվ եղել են իրավիճակներ, երբ նա ագրեսիվ է եղել։ Զգուշորեն հարցրեց դատախազը։ Անին զգաց, որ սիրտը արագանում է, բայց պահպանեց հանգստությունը։ Այո։ Նա զգուշորեն ընտրեց բառերը։ Նա երբեք ոչինչ չի արել, որը տեսանելի հետքեր թողներ։ Չափազանց խելացի էր դրա համար։ Բայց եղել են դրվագներ, երբ նա կորցրել է վերահսկողությունը, պահեր, երբ ես իսկապես վտանգված եմ զգացել։ Ամենավատը այն էր, երբ ես 3 ամսական հղի էի։ Նա սթրեսի մեջ տուն եկավ, աննշան բանից վեճ սկսեց, երբ փորձեցի ինձ պաշտպանել, նա ինձ հրեց։ Բավականաչափ ուժեղ չէր, որ ես ընկնեի, բայց ժեստը հստակ էր։ Դա իշխանության ցուցադրություն էր, հիշեցում, թե ով է վերահսկում։ Դատարանում խշշոց տարածվեց։ Տիգրանը շտապ ինչ-որ բան շշնջաց իր փաստաբանին, դեմքը կարմրած։ Իսկ ինչպես զգացիք ձեզ այդ պահին։ Սարսափած։ Ոչ միայն այն բանի համար, ինչ տեղի էր ունեցել, այլ այն բանի համար, ինչ կարող էր տեղի ունենալ։ Եվ ամենակարևորը, այն փաստի համար, որ ես երեխա էի բերում այդ միջավայր։
Անիի ձայնն առաջին անգամ դողաց։ Հասկացա, որ եթե ինչ-որ բան չանեմ, իմ որդին կմեծանա, մտածելով, որ դա նորմալ է, որ այդպես են վարվում այն մարդկանց հետ, ում սիրում ենք։ Եվ չէի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ուրեմն, երբ գործակալ Լուսինեն բացահայտեց իր իրական ինքնությունը, օգնություն առաջարկեց, դուք ընդունեցի՞ք։ Այո։ Դա իմ կյանքի ամենադժվար, մի նույն ժամանակ ամենահեշտ որոշումն էր։ Դժվար, որովհետև նշանակում էր թողնել այն ամենը, ինչ ես գիտեի, դիմակայել անհայտին, ռիսկի ենթարկվել Տիգրանի զայրույթին, վրեժխնդրությանը։ Բայց հեշտ, որովհետև ես վերջապես տեսա ելք, նորից սկսելու հնարավորություն, լինելու այն, ով ես իրականում էի, ոչ թե այն, ով նա էր ուզում, որ ես լինեմ։ Պաշտպանությունը, երբ իր հերթը հասավ, փորձեց վարկաբեկել Անիին։ Նրանք ենթադրեցին, որ նա վրեժխնդրությամբ է առաջնորդվում, որ ուզում է Տիգրանի փողերը, որ պատմություններ է հորինում մեղադրանքին օգնելու համար։ Բայց Անին հանգիստ մնաց, պատասխանելով յուրաքանչյուր հարցի ազնվորեն, առանց զայրույթի, միայն իր փորձի ճշմարտությամբ։ Պաշտպանության փաստաբանը, 60-անց մի տղամարդ, մոխրագույն մազերով, թանկարժեք կոստյումով, փորձեց վերջին հարվածը։ Դուք չեք կարծում, որ կարող էիք պարզապես ամուսնալուծվել, եթե այդքան դժբախտ էիք։ Ինչու ներգրավել ոստիկանությանը, ինչու սա վերածել հանրային ներկայացման։ Անին ուղիղ նայեց նրան, հետո Տիգրանին, վերջապես դատավորներին։ Որովհետև մեծ տարբերություն կա դժբախտ ամուսնության բռնության հարաբերությունների մեջ։ Դժբախտ ամուսնությունից կարող ես հեռանալ։ Բռնության հարաբերություններում դու բանտարկված ես ոչ պարտադիր ֆիզիկական շղթաներով, այլ հոգեբանական շղթաներով, որոնք նույնքան իրական են։ Ես ներգրավեցի ոստիկանությանը, որովհետև նրանք առաջարկեցին պաշտպանություն, որը գիտեի, որ ինձ պետք կլինի։ Իսկ ինչ վերաբերում է հանրային լինելուն, դե եթե իմ պատմությունը կարող է օգնել գոնե մեկ կնոջ ճանաչելու բռնության նշանները իր սեփական հարաբերություններում, ապա արժե այն անհարմարության յուրաքանչյուր վայրկյանը, որը ես այստեղ զգում եմ այսօր։ Անիի խոսքերը արձագանքեցին դատարանում։ Նա կարող էր տեսնել, թե ինչպես են հանրության մեջ որոշ մարդիկ արցունքները սրբում, դատավորները թեթակի գլխով անում։ Նրան լսել էին։ Վերջապես, տարիների լռությունից հետո, նրա ձայնը լսվել էր։ Դատավորները խորհրդակցեցին 6 ժամ։ Երբ վերադարձան, վճիռը միաձայն էր։ Մեղավոր բոլոր մեղադրանքներով։ Փողերի լվացում, արժույթի ապօրինի շրջանառություն, ֆինանսական հաստատության անօրինական գործունեություն, հանցավոր կազմակերպության ստեղծում։ Տիգրանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սկզբում առանց բաց ռեժիմի իրավունքի։ Նրա բոլոր ակտիվները սառեցվեցին ֆինանսական հանցագործությունների հնարավոր փոխհատուցման համար։ Երբ դատավճիռը կարդացվեց, Տիգրանը հույզեր չցուցաբերեց։ Պարզապես կանգնեց, կոշտ, դեմքը անարտահայտ դիմակ։ Բայց նրա աչքերը վերջին անգամ փնտրեցին Անիին։ Նա դիմացավ նրա հայացքին, այնտեղ տեսնելով ոչ թե այն մարդուն, որը մի ժամանակ իրեն սարսափեցնում էր, այլ պարզապես մի մարդու, որը սարսափելի ընտրություններ էր կատարել, այժմ դիմակայում էր հետանքներին։ Նա զգաց ոչ թե բավարարվածություն դատավճռից, այլ ավարտ։ Իր կյանքի մի գլուխ, որը վերջապես ավարտվել էր։ Դատարանից դուրս մամուլը սպասում էր։ Անին, Լուսինեի կողքին դատախազների ուղեկցությամբ, կարճ կանգ առավ, հայտարարություն անելու։ Չցանկացավ խոսել կոնկրետ Տիգրանի կամ գործի մասին, այլ ավելի մեծ բանի մասին։ Ես ուզում եմ, որ բոլոր կանայք, որոնք դիտում են, իմանան, որ դուք կարող եք ապրել ոսկե վանդակում, բայց դա դեռ վանդակ է։ Եվ դուք պարտավոր չեք այնտեղ մնալ։ Կան ռեսուրսներ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել, ճանապարհներ դեպի ազատություն։ Դա հեշտ չէ։ Դա ամենադժվար բանն էր, որ երբեք արել եմ իմ կյանքում։ Բայց այդ դժվարության մյուս կողմում կա մի կյանք, որն իսկապես քոնն է, որտեղ դու կարող ես շնչել, կարող ես ընտրել, կարող ես լինել այն, ով իրականում ես։ Եթե դուք նման իրավիճակում եք, խնդրում եմ, օգնություն փնտրեք։ Դուք ավելիին եք արժանի։ Միշտ ավելիին եք արժանի եղել։ Այդ գիշեր բոլոր լրատվականներով ցուցադրվեցին Անիի, այդ հայտարարությունն անելու կադրերը։ Նրա պատմությունը դարձավ ոչ միայն Տիգրանի դեմ քրեական գործի խորհրդանիշ, այլ բռնության հարաբերությունների, սիրո տակ քողարկված վերահսկողության, կործանարար ցիկլերը կոտրելու համար անհրաժեշտ քաջության մասին ավելի մեծ խոսակցության խորհրդանիշ։ Հաջորդ ամիսներին Անին իսկապես սկսեց վերականգնել իր կյանքը։ Տիգրանի ակտիվների սառեցմամբ նա իրավունք ուներ իր որդու պահպանման համար որոշակի գումարի, որը որոշվել էր դատական կարգով։
Դա առանձնատան շքեղությունը չէր, բայց բավարար էր արժանապատիվ ապրելու համար, մինչ նա վերակազմակերպվում էր։ Նա 2 սենյականոց բնակարան վարձեց Արաբկիրում, մի թաղամասում, որը միշտ սիրել էր, բայց որը Տիգրանը չափազանց բոհեմական էր համարում իր չափանիշների համար։ Տարածքը ձավորեց պարզ, բայց իր կողմից ընտրված կահույքով, իր սիրած գույներով, բույսերով, որոնք ինքն էր խնամում։ Յուրաքանչյուր առարկա ինքնավարության հաստատում էր, հայտարարություն, որ այդ տարածքն իսկապես իրենն էր։ Լուսինեն դարձավ մտերիմ ընկեր, պարբերաբար այցելում էր, օգնում Գաբրիելի հետ, կիսում պարզ ընթրիքներ, որտեղ խոսում էին ամեն ինչից ոչնչից։ Նրանց միջ ընկերությունը ծնվել էր արտասովոր հանգամանքներում, բայց վերածվել էր իրական տական բանի։ Անին նա վերադարձավ աշխատանքի։ Սկսեց դանդաղ, վերցնելով ճարտարապետության փոքր ֆրիլանս նախագծեր։ Վերանախագծեց մանկության ընկերուհու տունը, ստեղծեց փոքր համայնքային գրադարանի նախագիծ իր հայրենի Ավան թաղամասում։ Դրանք մեծ նախագծեր չէին, մեծ գումարներ չէին վճարում, բայց իրենն էին։ Ստեղծված իր ձեռքերով, արտահայտելով իր տեսլականը, փոքր մասշտաբներով փոփոխություն բերելով։ Եվ Գաբրիելը մեծանում էր առողջ երջանիկ։ 6 ամսականում նա արդեն բացահայտ ժպտում էր, նրա հետաքրքրասեր աչքերը ուսումնասիրում էին շրջապատող աշխարհը։ Անին նրան մեծացնում էր պարզ փիլիսոփայությամբ, սեր առանց պայմանների, սահմաններ առանց վերահսկողության, ազատություն պատասխանատվությամբ։ Ուզում էր, որ նա մեծանա, իմանալով, որ սիրված է հենց այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին ինչ-որ մեկն ուզում է, որ լինի։ Տիգրանի ձերբակալությունից 1 տարի անց Անին անսպասելի առաջարկ ստացավ։ Բռնության հարաբերությունների զոհ կանանց հետ աշխատող մի հեկ խնդրեց, որ նա դառնա խոսնակ խորհրդատու։ Ուզում էին, որ նա կիսվի իր պատմությամբ, օգնի այլ կանանց գտնել ազատության ճանապարհը, օգտագործի իր փորձը, իրազեկություն ստեղծելու համար։ Անին ընդունեց։ Եվ բացահայտեց, որ իր փորձի մասին խոսելը, հեռու լինելով ցավոտ լինելուց, ինչպես պատկերացնում էր, իրականում ազատագրող էր։ Ամեն անգամ, երբ պատմում էր իր պատմությունը, ամեն անգամ, երբ մեկ այլ կնոջ աչքերում տեսնում էր ճանաչում, ըմբռնում, որ մենակ չէ, Անին զգում էր, որ իր ցավը վերածում է նպատակի, իր սպիները իմաստության։ Նա դասախոսություններ էր կարդում համալսարաններում, մասնակցում հեռուստահաղորդումների, հոդվածներ գրում բռնության հարաբերությունների նուրբ նշանների մասին։ Նրա ուղերձը միշտ նույնն էր՝ սիրո տակ քողարկված վերահսկողությունը դեռ վերահսկողությունը։ Դուք արժանի եք հարաբերությունների, որտեղ ձեր ձայնը կարևոր է, ձեր ընտրությունները հարգվում են, ձեր ինքնությունը տոնվում է, ոչ թե ճնշվում։ Դատավարությունից 2 տարի անց, առոտ շաբաթ օրը, Անին այգում էր Գաբրիելի հետ, որն արդեն գրեթե 2 տարեկան տղա էր, ուրախ վազում էր աղավնիների հետից։ Նա դիտում էր նրան, հանգիստ ժպիտով դեմքին, երբ զգաց, որ ինչ-որ մեկը նստում է իր կողքին նստարանին։ Լուսինեն էր, 2 սուրճ բերելով։ Մտածեցի, որ կոֆեինի կարիք կունենաս։ 2 տարեկան երեխաները հյուծիչ են։ Անին ծիծաղեց, երախտագիտությամբ ընդունելով սուրճը։ Չես էլ պատկերացնի։ Բայց դա լավ հյուծվածություն է։ Ամենալավը, որ գոյություն ունի։ Նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես դիտելով Գաբրիելի խաղը, դիտելով այգում այլ ընտանիքներին, դիտելով շուրջը կատարվող կյանքը։ Գիտես, 2 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի նորից երջանիկ լինել։ Անին ցածր խոսեց։ Կարծում էի, որ այնքան շատ բան եմ վատնել իմ կյանքից, այնքան շատ բան եմ կորցրել ինձնից, որ երբեք չեմ կարողանա վերականգնել։ Իսկ հիմա։ Հիմա գիտեմ, որ ոչինչ չեմ վատնել։ Այն ամենը, ինչի միջով անցա, ինձ բերեց այստեղ։ Ինձ դարձրեց այն, ով ես այսօր եմ։ Ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի ճշմարիտ։ Անին նայեց Լուսինեին։ Եվ ինձ տվեց իրական ընկերներ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Լուս։ Ինձ փրկելու, մնալու, իրական լինելու համար։ Լուսինեն ժպտաց, աչքերը լցված։ Դու քեզ փրկեցիր, Անի։ Ես պարզապես մի դուռ բացեցի։ Դու էիր, որ քաջություն ունեցար անցնելու դրանով։ Գաբրիելն այդ պահին վազեց նրանց մոտ, նրա վարակիչ ծիծաղը լցրեց օդը։ Մամա, նայիր։ Նա ցույց էր տալիս մի տեր, որը գտել էր, նրա աչքերը փայլում էին այդ փոքրիկ գանձից հուզմունքից։ Անին նրան գրկեց, համբուրելով նրա թմբլիկ այտը։ Ինչ գեղեցիկ տեր է, սիրելիս։ Ուզում ես պահել, որ նկար անենք, երբ տուն հասնենք։ Հա։ Գաբրիելը ոգորված գոռաց, արդեն շարժվելով իջնելու շարունակելու ուսումնասիրել։
Անին նրան նորից իջեցրեց գետնին, դիտելով, թե ինչպես է նա նորից վազում։ Սա է իմ նպատակը հիմա։ Այս տղային մեծացնել, իմանալով իրական սեր, իրական ազատություն։ Եվ օգնել այլ կանանց բացահայտելու, որ նրանք նույնպես արժանի են դրան։ Որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Եվ դու հենց դա ես անում։ Լուսինեն ձեռքը դրեց Անիի ուսին։ Հպարտանում եմ քեզանով։ Մինչ արը սկսում էր մայր մտնել երանի վրա, երկինքը ներկելով ոսկեգույն վարդագույն երանգներով, Անին մտածում էր այն ճանապարհի մասին, որն անցել էր։ Կենտրոնի առանձնատան բարձր պարիսպներից մինչ Արաբկիրի այդ այգու ազատությունը։ Խեղդող լռությունից մինչ իր ձայնը, որը լսվում էր հազարավորների կողմից։ Մշտական վախից մինչ այն խաղաղությունը, որը հիմա զգում էր։ Հեշտ չէր։ Եղել էին անքուն գիշերներ, կասկածի պահեր, հուզական սպիներ, որոնք երբեմն դեռ ցավում էին։ Բայց նա գոյատել էր։ Ավելին, նա բարգավաճել էր։ Նա գտել էր ոչ միայն ազատություն, այլ նպատակ։ Նա իր ցավը վերածել էր ուժի, իր փորձը իմաստության, իր տառապանքը հույսի ուրիշների համար։ Անիի պատմությունը եզակի չէր։ Նա դա գիտեր։ Ամբողջ Հայաստանում, ամբողջ աշխարհում կային անթիվ կանայք, որոնք ապրում էին ոսկե վանդակներում, բանտարկված անտեսանելի շղթաներով, լռեցված վախով կամ ամոթով։ Բայց նրա պատմությունն ապացուցում էր, որ հնարավոր է դուրս գալ, հնարավոր է նորից սկսել, հնարավոր է ազատ լինել։ Մինչ Գաբրիելի հետ տուն էր քայլում, Անին մտածում էր բոլոր այն կանանց մասին, որոնք կապվել էին իր հետ, լսելով իր պատմությունը։ Նրանք, ովքեր քաջություն էին գտել դուրս գալու կործանարար հարաբերություններից։ Նրանք, ովքեր մասնագիտական օգնություն էին փնտրել։ Նրանք, ովքեր պարզապես հասկացել էին, որ մենակ չեն, որ կան այլ մարդիկ, որոնք հասկանում են, որ հույս կա։ Այդ պատմություններից յուրաքանչյուրը հաղթանակ էր։ Ոչ միայն Տիգրանի նման տղամարդկանց նկատմամբ, այլ մի մշակույթի նկատմամբ, որը հաճախ նորմալացնում է վերահսկողությունը, որը շփոթում է սեփականատիրությունը սիրո հետ, որը լռեցնում է զոհերին, արտաքին տեսքը պահպանելու անվան տակ։ Երբ տուն հասան, Անին լողացրեց Գաբրիելին, պատրաստեց նրա ընթրիքը, քնելուց առաջ հեքիաթ կարդաց։ Առօրյան պարզ էր, սովորական, բայց իրենն էր։ Յուրաքանչյուր պահ ընտրություն էր, որը նա էր կատարում, ոչ թե ուրիշի կողմից պարտադրված պարտականություն։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Ավելի ուշ, Գաբրիելի քնելուց հետո հյուրասենյակում մենակ, Անին բացեց իր նոթբուքը, շարունակեց աշխատել մի նախագծի վրա, որը վերջերս էր սկսել գիրք։ Ոչ միայն իր պատմությունը, այլ գործնական ուղեցույց բռնության հարաբերություններում գտնվող կանանց համար։ Զգուշացնող նշաններ, առկա ռեսուրսներ, անվտանգ ելքի պլան ստեղծելու գործնական քայլեր։ Ուզում էր, որ դա օգտակար գործիք լինի, ոչ միայն հուզական պատմություն։ Ժամանակավոր վերնագիրը պարզ էր, պատերից այն կողմ։ Որովհետև, ի վերջո, խոսքը դրա մասին էր։ Տեսնելու այն պատերից այն կողմ, որոնք մեզ բանտարկում են, լինեն դրանք քարից, թե վախից։ Բացահայտելու, որ մյուս կողմում կա մի կյանք, որն արժե ապրել, մի կյանք, որն իսկապես մերն է։ Տարիներ անց, երբ Գաբրիելը հարցներ իր հոր մասին, Անին ստիպված կլիներ դժվար խոսակցություններ ունենալ։ Ստիպված կլիներ բացատրել, այնպիսի բառերով, որոնք երեխան կարող է հասկանալ, որ երբեմն մարդիկ վատ ընտրություններ են կատարում, որ իրական սերը երբեք չի վնասում, որ ընտանիքը սահմանվում է ոչ միայն արյունով, այլ նրանով, ով ընտրում է ներկա լինել, ով ընտրում է իսկապես սիրել։ Բայց դրանք ապագայի խոսակցություններ կլինեին։ Առայժմ Անին կենտրոնանում էր ամուր հիմք կառուցելու վրա։ Իրական սիրով, իսկական ծիծաղով, իրական անվտանգությամբ լի տուն ստեղծելու վրա։ Իր որդու համար օրինակ լինելու, որ ուժը ուրիշներին վերահսկելը չէ, այլ ինքդ քեզ վերահսկելը։ Որ քաջությունը երբեք չվախենալը չէ, այլ վախի հակառակ գործելը։ Անիի կյանքը դեռ մարտահրավերներ ուներ։ Կլինեին դժվար օրեր, կասկածի պահեր, սպիներ, որոնք երբեմն կցավեին։ Բայց նա սովորել էր մի հիմնարար բան, նա ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էր։ Նա գոյատել էր աներակայելին մյուս կողմից դուրս եկել ոչ միայն անվնաս, այլ փոխակերպված։ Ավելի իմաստուն, ավելի ուժեղ, ավելի ճշմարիտ։ Եվ գուցե ամենակարևորը, նա բացահայտել էր, որ երբեք իսկապես մենակ չէր։ Կար Լուսինեն, իր ծնողները, նոր ընկերները, իրեն աջակցող կանանց համայնքը։ Կային նվիրված մասնագետներ, աջակցության համակարգեր, առկա ռեսուրսներ։ Կար մարդկանց մի ամբողջ ցանց, որը պատրաստ էր օգնել, աջակցել, հավատալ։
Այդ գիշեր, քնելուց առաջ, Անին վերջին անգամ ստուգեց Գաբրիելին։ Նա խաղաղ քնած էր, փոքրիկ ժպիտ շուրթերին, անվտանգ սիրված։ Նա ուղղեց վերմակը, փափուկ համբուրեց նրա ճակատը։ «Դու ազատ կմեծանաս, սիրելիս», շշնջաց նա։ «Կիմանաս, թե ինչ է իրական սերը։ Կսովորես, որ ուժեղ լինելը բարի լինելն է, որ հզոր լինելը ուրիշներին ուժ տալն է, որ իրական տղամարդ լինելը հարգելն է, ոչ թե վերահսկելը։ Ես քեզ այս ամենը կսովորեցնեմ։ Խոստանում եմ»։ Եվ այդ խոստումով սրտում Անին գնաց իր սենյակ։ Պատուհանից նայեց դրսում տարածվող քաղաքին, միլիոնավոր լույսեր, որոնք թարթում էին երանյան գիշերում։ Յուրաքանչյուր լույս մի պատմություն էր, մի կյանք, մի երազանք։ Եվ իր լույսը, որը գրեթե մարել էր, այժմ նորից ուժեղ էր փայլում։ Անին պառկեց մահճակալին, տարիներ անց առաջին անգամ զգալով իրական խաղաղություն։ Դա կատարյալ կյանք չէր։ Բայց դա իրական, ազնիվ, իր կյանքն էր։ Եվ դա ավելի քան բավարար էր։ Դա ամեն ինչ էր։ Հաջորդ առավոտ, երբ արը ծագեր երանի վրա, դա կլիներ նոր սկիզբներիս մեկ օր։ Կառուցման, աճի, իրական կյանքիս մեկ օր։ Եվ Անին պատրաստ էր դրան։ Նա պատրաստ էր բոլոր գալիք օրերին, իրենց մարտահրավերներով, ուրախություններով, իրենց դժվարություններով, հաղթանակներով։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, անկախ նրանից, թե որքան բարձր են պատերը, անկախ նրանից, թե որքան ուժեղ են թվում շղթաները, միշտ կա ճանապարհ դեպի ազատություն։ Միշտ հույս կա։ Միշտ կա նորից սկսելու հնարավորություն։ Եվ երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է, առաջին քայլն անելու քաջությունն է։ Եվ մեկը մյուս կողմում, որը ձեռք է մեկնում, ասելով. «Դու մենակ չես։ Ես քեզ տեսնում եմ։ Ես քեզ հավատում եմ։ Եվ միասին մենք կանցնենք այս դռնով դեպի ավելի լավ կյանք»։